Բարեձեզ։ Ջուլիետա։ Էդմոն։ Արել։ Ախեք երկու հեռախոս պահում։ Մեկը մի օպերատոր է, մեկը մյուս։ Կարեք մեկով լայվ անեք, մյուսով կոմենտ կարդակ պատասխանեք։ Իմով մեկով լայվ եմ անում, են մյուսով ցույց եմ տալիս, թե ում եմ արձագանքում։ Եվ շատերը չգիտեն, որ մեղրի եմ ծառայել։ Կարող է դա։ Դե գիտենք, դե հազարեք հարցազրույցներում։ Ինչ որ նենց բան, որ դες նկարագրում է որպես մարդ, քաղաքականությունից դուրս։ Քաղաքականությունից դուրս մարդ։ Լողորդ եմ, լողի եմ գնում, հա։ Լողորդ, հա, լողորդ։ Էսի պլյուսը։ Օրինակ մարդիկ կան լողում են բրազ եւ կրոլ, չէ։ Բայց ես նաեւ լողում եմ երրորդ ձևը։ Ձեր մոտ ամեն ինչը երրորդ ձևով է։ Երրորդ ձևն է լողում, որը շատ դժվար է։ Հոբի ունեմ սուզանավեր եմ ուսումնասիրում։ Ոչ մեկին հայտնի չի դա։ Հիմա ուզում եմ գործող սուզանավի վրա լինեմ, դա երազանքի պես բան է, դե ինքը ռազմական օբյեկտ է։ Տեսնենք ով կազմակերպի։ Սուզանավասեր, հա։ Սուզանավասեր, լոգոր, Սուզանավասեր։ Կրակել սիրում եմ, բայց ավելի շատ դրսում եմ սիրում։ Օրինակ Ամերիկայում են, որտեղ իրանց shooting range-երը շատ լավ կազմակերպված են։ Ու Հայաստանում արդեն կան։ Բայց դուք ունեք զենք։ Զենք ունեմ, բայց ոչ հրազենային։ Ադրճան։ Հա, ոչ հրազենային։ Բայց որ հյուրը sense կանգնած գնում գալիս է բան, այդ ինչ է։ Այդ TikTok-ների հետ եք։ Չգիտեմ, դա տենց բան է կար ձեր շորթերի մեջ։ Բայց Վերջը մանագի։ Ձերետել ենք անգելա։ Ես դից արդեն արել։ Չէ։ Ատի պահում ենք վերջում։ Okay։ Մարդիկ մինչև մի գիտեն, թե պատգամավոր են։ Մեկ-մեկ ինձ գրում են մանդատները վայր դրեք։ Բարև ձեզ սիրելի Gen-Z հետևորդներ, այսօրվա մեր հյուրն է լողորդ Սուզանավասեր, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուստ control-զդ։ Պարոն Մարուկյան, դուք երիտասարդների հետ շփվում եք։ Այո, շատ։ Ինչ թեմաներից եք շփվում, ինչ խնդիրներից եք խոսում։ Մենք ունենք երիտասարդական միություն կուսակցությունում, նախ իրենց հետ բավականին հաճախ շփումներ ունենք։ Եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամսին Ծաղկաձորում հավաք ունեինք, հավաքվել էինք։ Դեկտեմբեր թե նոյեմբեր, ոնց որ դեկտեմբերն էր։ Բայց բացի այդ, ես շատ եմ շփվում երիտասարդների հետ։ Տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր հավաքների ժամանակ, ինքս քանի որ եղել եմ երիտասարդական շարժումների անդամ, ես ՀԿ սեկտորից եմ եկել քաղաքականություն։ Ես եղել եմ երիտասարդական իրավապաշտպան շարժման անդամ, որը միջազգային ցանց էր այն ժամանակ, եւ ԱՊՀ երկրներն էին ընդգրկում, նաեւ Եվրոպայի խորհրդի որոշակի անդամ երկրներ, եւ առաջին անգամ որ գնացել եմ Ստրասբուրգ, ես գնացել եմ որպես երիտասարդական իրավապաշտպան շարժման անդամ, մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպայի խորհրդի հետ վեհաժողովի շենքը, բան է, որ ասես նայում եմ ասում եմ, այստեղ աստվածներն են այստեղ հավաքվում, տեսնես ես մի օր կարամ ստեից այս մուտքով մտնեմ որպես պատվիրակ, որտեղ այդ ժամանակ դե մտնում էինք, ունեինք հնարավորություն, որտեղ բեյջ էին տալիս, իրավունք ուներ բոլոր եվրոպական ինստիտուտները այցելես։ Բայց այդտես նայում էր այդ մարդկանց այդ գալստուկներով, իրանք լուրջ դեմքերով բան։ Հետո եկավ ժամանակ, որ ես Հայաստանի պատվիրակն էի այդ շենքում, բազմաթիվ հանձնաժողովների անդամ, առաջին տեղակալ նախագահ իրավական հարցերով, Եվրոպական դատանի դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ։ Այսինքն են որ երիտասարդ տարիքում ասում ես անհնար է, այստեղ ես իմ ես ովքեր են այստեղ հավաքվում։ Մենք ով ենք, մենք փոշի ենք այս մարդկանց դեմ։ Մեկ են հատ պահ գալիս, որ դու ինքդ հայտնվում ես այդ բանում, դա կացա է, էլի երրում է եվրոպական քաղաքականությունը, քաղաքական իմաստով, այդտեղ է ձևավորվում։ Որտեղ Եվրոպայի խորհուրդը առաջին ինքը ստեղծվել է երկրորդ համաշխարհայինի արհավիրքի վրա, որից հետո շատ ավելի ուշ հիմնվել է Եվրոպական միությունը արդեն տնտեսական համագործակցության ավելի շատ ածխի եւ պողպատի համաձայնագրի վրա։ Ես ճանաչում եմ երիտասարդները ձեզ։ Դուք որ ցույց Եկեք հասկանալ։ Դուք որ ցույց տաք։ Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Չէ։ Ճանաչում եք։ Չէ, ներեցեք։ Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Իսկ sense։ Չէ։ Իսկ sense։ Իսկ sense։ Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Չէ, կիսես։
Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Ոչ։ Ինչ կարծիք եք իր մասին։ Լավ։ Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Սենց է։ Հա։ Ինչ կարծիք եք իր մասին։ Կորասում Կտրեք իրեն։ շատ հեռու եմ։ Ոչ մեկին էլ չընտրի։ Իսկ ստես ինքը ինչ գործունեություն է ծավալում։ Վերջը։ Հալա ճանաչում եմ։ Ինչ կարծիք եք իր մասին։ Բարի դեմք ունի։ Էդմոն Մարուկյանին ճանաչում եք։ Հա, Ինչ կարծիք եք իր մասին։ դե ինչ կարծիքի։ Մի քիչ նման է, հա, ճանաչում։ Ում է նման։ Իմ իմացած մարդ։ Հասկացա, ինչ կարծիք եք ձեր իմացած մարդու մասին։ Անձամբ չեմ ճանաչում։ Հենց անձամբ ճանաչեմ նոր։ Մենակ ասեք ինչ կարծիք եք իր մասին։ Նեյտրալ։ Ինչ որ Կընտրեիք իրան, եթե վարչապետի տեխնացու լիներ։ ոչ։ Ինչ որ հարց կա, որ կուզենաք իրեն տալ որպես քաղաքական գործիչ։ Շատ լավ։ Իսկ ընտրություններին մասնակցելու եք։ Ոչ։ Հայաստանի քաղաքացի չեք, թե Հայաստանի քաղաքացի եմ։ մինչև ես մասնակցել եք։ Ոչ։ Ձեր առաջին անգամն է։ Այո։ Ինչ եք մասնակցել։ Իսկ բնապատճառը։ Ցանկություն չկա։ Ինչ կարծիք եք իր մասին։ Ասում չեմ հայտարարել քաղաքականության համար տենց որ կարծիք չեմ կարող հայտնել Իսկ եթե վարչապետի տեխնացություն դնի, կընտրեք։ չեմ կարծում Չգիտեմ, ուլա չեմ որոշել։ Կընտրեք իրան, եթե տեխնացություն դնի։ Էսի։ Հարց ունեք, որ կուզեք իրան տալ։ Որպես ընտրող։ Կեղծած քաղաքականությունով երբևիցե չեմ հետաքրքրվել դրանով, չի հետաքրքրում։ Իսկ ինչ որ հարց ունեք, որ կուզեք իրան տալ որպես քաղաքական գործիչ։ Չէ։ Հնարավոր ավելի բարելավել Երկրի վիճակը, թատրոնի։ թատրոնի վիճակը։ Կհարցնեմ։ Պարոն Մարուկյան, ինչ պիտի լինի թատրոնի վիճակը։ Թատրոնի վիճակը։ Ահա։ Դե պետք է ասես թե թատրոնում ինչն է վատ, որ իմանանք ինչ պիտի լինի, որովհետև թատրոնի վիճակը կարելի է բարելավել։ Վստահ եմ, որ ամեն ինչ զարգացման տեղ ունի, կարելի է բարելավել։ Օրինակ այնպես անել, որ շատ մարդ հետաքրքրվի, շատ մարդ գնա թատրոն։ Ես ինքս Վանաձորում շատ եմ գնացել։ Մենք ունենք Հովհաննես Աբելյանի անվան թատրոն, որը իր հյուրախաղերով, անգամ Հայաստանի թատրոնների մեջ, հա, բավականին լուրջ տեղ է զբաղեցնում, բավականին զարգացած իրանց այդ ռեպերտուարը բան։ Այսինքն որ սիրում եմ ես, բայց ես դրա մասնագետը չեմ, որ ասեմ թե այդ է ինչ խնդրեմ կա, որ պետք է բարելավել։ Ահա։ Սկսենք։ Արդեն մեր հետաքրքիր հարցերը թատրոնից անցանք էլի։ 2012 թիվ Վանաձոր թիվ 30 ընտրատեղամաս։ Մեծամասնական ընտրակարգով ընտրվում եք դուք այնտեղ, որտեղ շատ հաճախ ու երկար տարիներ ընտրվում էր Վիկտոր Դալաքյանը։ Ձեր մասին իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ասում է, հղում կատարելով այդ ժամանակվա մամուլում եղած մեկնաբանություններին, ցիտում եմ. «Ցավոք շատ մարդիկ շատ ուշ կհասկանան, թե ով է այդ դաշտում, եւ քաղաքական, եւ իրավապաշտպան։ Անհնարին է դառնալ պատգամավոր հայտնի չլինելով գոնե քո ընտրատարածքում, եւ եթե ինքն ասում է, որ Kinder սյուրպրիզ է, ապա թող մտածի եւ ասի, որտեղից է Kinder սյուրպրիզը դուրս գալիս։ Հայաստանում հենց այնպես պատգամավոր չեն դառնում»։ Այսպիսով ճիշտ են եղել այդ կարծիքները։ Ես չեմ ասել, որ ես Kinder սյուրպրիզ եմ, սկսեմ այդտեղից։ Երևանում ինչ որ լրագրողներ, ԶԼՄ-ներ ասում էին Kinder սյուրպրիզ եղավ, եւ ինչ նկատի ունեին, որ անհնար է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, բայց ինչ որ մեկը ընտրվել է։ Դե քանի որ անհնար է որ ընտրվեց, բայց ինչ որ մեկը ընտրվել է, ուրեմն այդտեղ մի բան կա։ Սկսում են այդ մարդու նկատմամբ ինչ որ արշավ։ Նախ Միքայել Դանիելյանը եւ Աղամերիկ հիմա մարդը մահացած մարդու մասն ենք խոսում, իր պաշտպան գործունեության ժամանակ ունեցել ենք տարբեր տարաձայնություններ, այն մարդը չի, որ լավ հարաբերություններ ենք ունեցել, բայց Միքայել Դանիելյանն է հիմա, ասում եմ մահացած մարդու մասին կամ լավը կամ ոչինչ, բայց ինքը չգիտի Վանաձորում ինչ ճանաչում են, թե չեն ճանաչում։ Եթե Վանաձորում ինչ չճանաչեն, ոնց եք պատկերացնում, շուրջ 12000 մարդ առավոտյան արթնանա, սափրվի, հա, կամ չգիտեմ, ցնցուղ ընդունի կամ մի հատ նախաճաշանի, գնա ընտրական տեղամաս, հերթ կանգնի ընտրական տեղամասում, մտնի ընտրական տեղամաս, վերցնի քվեաթերթիկ,
Այդ քվաթերթիկի մեջ եղած 5 տեխնացուներից, որից մեկը Վիկտոր Դալաքյանն է, մյուսը նախկին փոխմարզպետ հայտնի դասախոս մարդ, մյուսը քաղաքում հայտնի ինդիմադիր մարդ Գառնիկ Սահակյանն էլի մահացել է, որ Միրան դեղատուն ուներ շատ հայտնի։ Առաջին մարտներ վանաձորում, որ ես հիշում եմ, որ չեկ էին տպում, ՀԴՄ-ն տպում էին այն ժամանակ, այդեն շատ կարգուկանոնով մարդ էր։ Եվ մյուսը Հայ ազգային կոնգրեսից քաղաքաբանտարկյալ բան հայտնի էլի մարդ։ Ու այդ 5-ի մեջից ինձ ընտրի 12000 մարդ։ Ոնց։ Այսինքն մտածում են, որ մարդը տենց բան են, էլի 12000 մարդ տենց ինչ-որ մի տեղից կառավարվում են, տենց կառավարվում։ Բայց այդ ժամանակ խոսակցություններ կային նաև, որ դուք Միքայել Մինասյանի պրոյեկտն եք։ Միքայել Մինասյանին ճանաչում եք։ Չեմ ճանաչում ու բացարձակ չեմ եղել խոսակցություն։ Չէ։ Դա եղել է հետևյալ կերպ։ Ես եկել եմ պարլամենտ, արդեն ընտրվել եմ։ Այդ ժամանակ, որ ընտրվել էի, ուրիշ խոսակցություններ, ասում էին գլխավոր դատախազի հետ կապ ունի, փաստաբանա, եղել իրավաբան, իրավաբանության մեջ հայտնի բան։ Այդ ժամանակ Միքայել Մինասյանի մասին իսկի լսած չկայինք ոչ մեկս։ Հա Երևանում ապրող մարդիկ գիտեին, որտեղ ինչ-որ նախագահական աշխատակազմ բան, բայց բացարձակապես չեմ հետաքրքրվել ոչ նախագահի աշխատակազմով, ոչ բանով։ Ես գալիս եմ Երևան եւ պարլամենտում սկսում եմ լավ հարաբերություններ ունենալ երիտասարդ առաջադեմ հայացքներով падգամավորների հետ, ովքեր ինչ-որ հետո պարզվում է, որ հարաբերություններ ունեն, ընկերներ են բան։ Ու այդ շփման արդյունքում սկսում են նաև այդ լուրերը երիտասարդ։ Այո, սկսում են նաև այդ լուրերը տարածել։ Այսինքն բացի այն, որ ընդդիմադիր падգամավորների հետ եմ մտերիմ հարաբերություններ ունեցել շփվել, ու Հայ ազգային կոնգրեսում, Ժառանգությունում, Դաշնակցությունում, բայց նաև հանրապետական կուսակցությունում, օրինակ եվրոպական տարբեր համալսարաններ ավարտած բան, երիտասարդ մարդիկ, ովքեր առաջադեմ էին, ասենք, այն ժամանակ այդ մարդիկ բան էին, պարլամենտում հիմա աշխատանքային միջավայր է, չէ, դու գնես գործուղումների, ինչ որտեղ ելույթներ ես ունենում, բան եւ հայկական պատվիրակության մեջ ես, դու չես կարող հարաբերություններ չունենաս։ Բայց այդ ժամանակ տարածված էր կարծիքն, որ այդ ամեն ինչը, այդ քաղաքական process-ների գեներացումը, մասնակցություն եւ այլ առանց Դաբրոյի չի լինում վերևից։ Դե գիտեք ինչն է բանը, որ առանց Դաբրոյի 41 ընտրական տեղամասից մի տեղա կիքս եղել, error։ Ինձ ասում են քաղաքական error ես դու պարլամենտում։ Մի տեղա կիքս եղել, այդ մի տեղը ռելատիվ 30 տարածք։ Այսինքն այո, առանց Դաբրոյի դժվար էր կամ կիսա անհնար, բայց մի հատ տեղ կացինը կարող է տվել իշխանությունը, որովհետև բազմաթիվ գործոններ միաժամանակ աշխատել են, բազմաթիվ գործոններ։ Որովհետև գործոնները որոնք են։ Գործոնները հետևյալն են, որ այդ 5 տեխնացուի մեջ ամենաերիտասարդը ես էի։ Ես ամերիկյան կրթությունով, իմ նախընտրական բուկլետում ես ժպտում եմ դեպի մարդիկ, ձերքիս գիրքա, բան, այսինքն այն բան կա, նախընտրական նկարներ կա, չէ՞ որ տեխնացուն ես նստած է լուրջ դեմքով։ Նայում է առաջ դեպի նկարողին, թուղթ ու գրիչ կա, բայց երևում է որ բան չկա գրած, բայց թուղթ ու գրչով ինքը սենց նայում է առաջ։ Այսինքն բուկլետներ էին տարածում ու այդտեղ կար նաև իմ բուկլետը, որ կարմիր, ես կարմիր գալստուկով էի, ձերքիս գիրքա բացած ու գրադարան, ու ես նայում եմ դեպի ընտրողը ու ժպտում եմ, շատ կարևոր է, ժպտում եմ դեպի մարդկանց։ Ժպիտը գերեց 12000 ընտրողի։ Ոչ միայն, այսինքն այդտեղ եւ նաեւ դրան գումարած կար, ասենք 12 թվական, ես 2003 թվականից Վանաձորում ներգրաված է իրավապաշտպան գործունեության մեջ։ Դուք պետք է ասում եք, քանի հազար մարդու անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ արել։ Քանի 100 մարդու դատարաններում պաշտպանել եմ անվճար։ Հազարավոր բանտարկյալների այցելել եմ բանտերում։ Այդ թվում նաև մարտի 1-ի դեպքերից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանն էր բանտում, Սասուն Միքայելյանն էր բանտում, Գագիկ Ջանգիրյանն էր բանտում, այն ժամանակ բազմաթիվ քաղաքբանտարկյալներ կային։ Այդ մարդկանց դատերին էին գնում, մոնիտորինգ անում։ Այսինքն հետ գալով Միքայել Դանիելյանի ասացին, որ այս մարդուն ոչ մեկ չէր ճանաչում, լուրջ եք ասում։ Որտեղ չէր ոչ մեկ ճանաչում։ Երևանում հակառակը, Երևանում շատ չէ։ Երևանում իմ մասնագիտական դաշտում ինչ ճանաչում են փաստաբանները, իրավապաշտպանները, բայց ժողովուրդը չէր ճանաչում։ Հիմա չկա սրճարան, չկա որևէ տեղ հանրային վայր, որ ես մտնեմ, ու այդտեղ եղած մարդկանց 60-70%-ը ինչ չճանաչի, չկա տենց բան։ Բայց հասկանում եմ, որ երիտասարդության շրջանում չեն ճանաչում, որտեղ երիտասարդությունը տոտալ չի հետաքրքրում քաղաքականությամբ, հետաբար ինչ ճանաչելու ինքը բան չունի։
Մենք երիտասարդներին դեռ կանդրադառնանք, դուք նշեցիք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եք սովորել, ուզում եմ իմանալ ինչքան ժամանակահատված եք բնակվել Ամերիկայում, որովհետև ձեր նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, որ դուք չեք կարող թեկնածություն դնել անժապատգանվոր դառնալու համար, քանի որ եղել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու այդ 5 տարի մշտական բնակությունը չեք հաստատել Հայաստանում։ Ուրեմն եղել է ընտրություններից հետո, արդեն ես ընտրվում եմ, իշխանական թեկնածուն Վիկտոր Դալաքյանը սկսում է վիճարկել ընտրությունները, պնդելով, որ ես սովորել եմ Միացյալ Նահանգներում 1 ակադեմիական տարի։ Այսինքն 5 տարվա մեջ 1 ակադեմիական տարի ես սովորել եմ Միացյալ Նահանգներում։ Եվ իր բոլոր բողոքները մերժվում են։ Ինչու՞, որովհետև քաղաքացիական օրենսգիրքը ասում է մշտապես բնակվել նշանակում է առավելապես բնակվել։ Հետագայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության խորհուրդների հիման վրա ռեկոմենդացիաների ընտրական օրենսգիրքը գրվեց այնպես, եթե հիմա բացեք նայեք, որ վերջին 4 տարում մշտական բնակվել նշանակում է վերջին 4 տարվա 4 տարին կիսած այդքան օրերի պլյուսը։ Okay, բայց ձեր ընտրություններից բայց դա չի տարածվում դիվանագիտական ծառայության եւ կրթության համար գնալու վրա։ Այսինքն այդ ժամանակ կրթությունը ներառված է եղել։ Ժամանակ ներառված չէ, այդ ժամանակ եղել է քաղաքացիական օրենսգրքի հոդվածը, որ կարող եք բացել, որտեղ գրված է, ինչ նշանակում մշտական բնակություն։ Մշտական բնակություն նշանակում որ մարդը առավելապես բնակվում է միտեղ։ Այսինքն եթե պետքա հետ նայենք 5 տարվա մեջ ինքը առավելապես որտեղ է բնակվել է Վանաձորի ես ինչ տանը առավելապես։ Եվ իր բողոքները ընտրական օրենսգիրքը հստակ չէր սահմանում ու կարելի է շրջանցել։ Այսօրվա պես հստակ իրավակարգավորումը տրված չէր եւ դրա համար էլ իրենք փորձում էին շահարկել։ Հիմա այսօր չեն կարող շահարկել, որտեղ հիմա որ գնում ես տեղական գվերցնես, դիմում ես բան անձնագրային ծառայություն, իրենք հարցում են անում ԱԱՑ սահմանային անցակետ, ընդդես տալիս են դու քանի օր ես Հայաստանում եղել։ Եվ այդ օրերի հիման վրա հաշվարկը գնում է ըստ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի։ Այսինքն ԵԱՀԿ-ի ռեկոմենդացիաներով այդ դրույթը այնպես շտկվեց, որ ոչ մի Վիկտոր Դալաքյան չկարողանա ոչ մեկին փորձի նման։ Այսինքն ընտրական օրենսգրքի հարցերը կարգավորվել են այլ օրենսգրքերով։ Այն ժամանակ քաղաքացիական օրենսգիրքը դա քաղաքացիա իրավական հարաբերությունների մայր օրենսգիրքն է, մայրն է։ Այն ժամանակ այդ դրույթը կար առավելապես բնակվելու վերաբերյալ, բայց ընտրական օրենսգրքում մեկնաբանած չէր, ինչ է դա նշանակում։ Հիմա այլևս մեկնաբանված է, որովհետև դա նաև տարածվում է սովորելու վրա դիվանագիտական ծառայության վրա։ Հիմա պատկերացնենք մեկը մակում էր դեսպան, նա 4 տարի է մակում է Նյու Յորքը։ Այդ մարդը չի կարող երկրի քաղաքական կյանքին մասնակցի հետագայում։ Կամ ինչ որ մեկը գնացել է մագիստրոսական թեզը պաշտպանել է 2 տարի, իմը 1 տարի է եղել, բայց կան չէ 2 տարվա մագիստրոսական ծրագիր, իմը խտացված ծրագիր է։ Հիմա ինչ անենք, այդ մարդիկ պետքա գնան սովորեն եւ երկրի կյանքին չմասնակցեն։ Դա է իրանց միտքը, իրանց պատկերացումը։ Բայց այդտեղ ամենա բանը ծիծաղալուն որ դա իմ բուկլետում գրված է լինում։ Ամբողջ ընտրական շրջանում իրանք չեն վիճարկում։ Ինչու՞, որտեղ մտածում են որ իրանք հաղթած են, իրանք քննիչ չունեն, ով քերեն որս երեխեքը բանից չոր։ Ով եք դուք։ Հետո որ պարտվում են, պարտվելուց հետո որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը կայացնում, որ 41 ընդդատարաններում ընտրվել են Փլիպոսը, Մարտիրոսը, Գայանեն, Չիդեմով, Եսիմով, այդ որոշումից հետո սկսում են վիճարկել։ Գնացքը գնացած էլի են որ։ Ես չեմ բացառում որ եթե խելքները հասներ քարոզչության ընթացքում կամ գրանցման փուլում բողոքարկեին, իրանք կարողանային անվավեր ճանաչել իմ գրանցումը։ Բայց դա խնդիրը չէ լուծելու, որովհետև հոկտեմբերին Վանաձորում քաղաքապետի ընտրություններ էր։ Հիմա էլ քաղաքապետի ընտրությանն էի մասնակցելու տեղի կրելու։ Շատ լավ։ Չէին կարողանալու էլի դեմ առնել։ Բայց այդ ժամանակ հնկարար օբյեկտիվ որոշում կայացներ։ Ով։ Ասում եմ բողոքարկված ժամանակ, երբ որ գրանցման ժամանակ էր, հաստատ կարային ինձ հանեին։ Բայց այդ ժամանակ չեն մտածել, որ կպարտվեն որ անեն։ Իսկ post factum, եթե օրինակ ապօրինի նման որոշում կայացնեին, նախ ես իրավաբան եմ, բողոքարկելու էի ամբողջ աշխարհով մեկ, մինչև եվրոպական դատարան կգնայի, բայց այդ բողոքի հիման վրա հենց բողոք կառաջանար երկրի երրորդ քաղաքում, որի արդյունքում ես ավելի շատ բանի կարայի հասնեի, քան որ հասել էի։ Պարոն Դա մար որոշել են երևի որ լավ, այսինքն իր որոշումն է։ Հետո շատ ակնհայտ էր իր բողոքը, որ ապօրինի հիմք չկար էլի։
Պարոն Մարուկյան, դուք հիմա շատ բուրն եք քննադատում Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությունը, սակայն 3 անգամ պատմության ընթացքում իր հետ համագործակցել եք։ Առաջին ձեր կոնֆլիկտը եղել է այն ժամանակ, երբ որ 15 թվականին Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտի պրոյեկտ առաջարկեց, դուք չմիացաք այդ պրոյեկտին, Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրում էր նրա մեջ, որ դուք աջակցում եք Սերժ Սարգսյանի իշխանությանը, քվեարկում եք կողմ իր նախագծերին, իսկ դուք իրան մեղադրում եք ընդդիմությունը պառակտելու մեջ ու այդ գործընթացը հասավ մինչև 2016 թվականի քաղաքապետի ընտրություններ ու այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձեր մասին ասել էր Էդմոն Մարուկյան, եթե Երևանցի ենք, չպիտի գանք ստեղ, ուրեմն սրանից հետո Երևան չմտնես ձեր քուչից, ընդհանրապես դուրս չգաս, ամոթել այ քեզ բան։ Այս կոնֆլիկտը Երևանցի, Վանաձորցի եւ այլն շատ սրվեց ու հասավ մինչև այն պահը, երբ որ Թևան Պողոսյանը ձեզ ու Նիկոլ Փաշինյանին հրավիրեց գինով հաշտեցման։ Ոնց այդպես հեշտ հաշտվեցիք։ Բայց այդտեղ չենք հաշտվել։ Տեսեք, բոլորը սխալ գիտեն այդ պատմությունը, ինչի որովհետեւ տեսեք, պարլամենտում եղել է համագործակցություն, եղել է բազմաթիվ վեճեր, եղել է համագործակցություն, եղել է բազմաթիվ վեճեր։ Օրինակ մեր վեճերից մեկը նա եղել, որ падգամավորների աշխատավարձերը պետք է բարձրացնեին։ Ես աշխատավարձով էի ապրում եւ միշտ աշխատավարձով եմ ապրել։ Ես կողմ էի, Փաշինյանը դեմ էր։ Ու մենք իրար հետ վեճ ունեցանք, որ ոնց կարելի է թոշակը ցենց թողալա падգամավորի աշխատավարձը բարձրացնել, ասում եմ, բայց այդ պարագայում դուրս է գալիս, որ իմ նման մարդը, որ դարձել է падգամավոր, թողնելով փաստաբանությունը ավելի մեծ եկամուտներ, եկել է դարձել է падգամավոր, ծառայում է իր պետությանը, այսինքն ինքը պետք է ստիպված ունենա ձախ կամ լևի եկամուտներ։ Դու դա ես քարոզում։ Ու ինքը դեմ էր տոտալ դրան։ Հիմա նայեք այսօր ինչ է ինքը անում։ Падգամավորները 3 միլիոն դրամ փող են ստացել նոր տարվա համար։ Բայց անցնենք այդ մասը։ Բազմաթիվ ենք ունեցել վեճեր։ Ուզում եմ ասեմ, դուք մի վեճն եք տեսնում, որ իմպիչմենտի թուղթեր բերել անկապ։ Եվ ձևակերպումը, որ Նիկոլ Փաշինյանի հետ դուք համագործակցել, ինքն է ինձ հետ համագործակցել։ Դե սխալ ձևակերպում է։ Ով ասե, որ ինքը ավելին է եղել, քան մենք, քան ես։ Չկա նման բան։ Այդպես պայն ուղղակի տենց է ստացվել, ինքը վարչապետ է, այդքան բան։ Այսինքն մեր падգամավորական աշխատանքի ժամանակ ինքը ավելին երբեք չի եղել, քան ես։ Եվ ես ավելին երբեք չեմ եղել, քան ինքը։ Բայց ես կարամ ասեմ, որ ես ավելին եմ եղել, որովհետև ես մեծամասնականով եմ ընտրվել, ինքը ցուցակով։ Ինքը մեծամասնականով չի ընտրվել երբեք։ Ինձ կոնկրետ ժողովուրդը ընտրել է, իրան չէ։ Երբ որ ասում եք, որ չեք հաշտվել, Վանաձորի վեճին, ինչ է։ Երբ որ ասում եք, որ Թևան Պողոսյանն ստանը չեք հաշտվել, բայց հետո իրար հետ ելք դաշինքն եք կազմել։ Դե չեք թողնում պատմեմ, հա, դա էի պատմում։ Իրենց տանն է եղել այդ խոսակցությունը։ Չէ, բայց եմ ասում, երբ որ այդ Վանաձորում գնում է քարոզչություն, տենց Նիկոլ Փաշինյանը գալիս է մեր բակ։ Գալիս է մեր բակ, ասում է, արա Էդմոն ուր ես բան ու տեսանյութ են նկարահանում իրանք դրա վրա։ Նկար են դնում, որ այդ ձեր բակում ենք, ուր ես եկել ենք, քեզ ենք հարցնում։ Հետագայում իր շրջապատից կուսակցության ասում են ամոթա լավ ես, ինչ մանկական բաներ ես անում, ջնջում է այդ նյութը շատ լավ կլիներ, որ ես ունենայի։ Եվ այդ ելույթն ունենում եմ, որ դուք ասում եք, որ դա չգաս Երևան բանման, քարոզարշավի ժամանակ ես կիրառում եմ հետեւյալ տակտիկան Վանաձորում, ես ասում եմ, որ սիրելի վանաձորցիներ, բոլորը ձեզ հիշել են եւ ձեզ ընտրություններից առաջ են հիշել, մինչեւ այդ ձեր կյանքով ոչ ոք չի ապրել, ձեզանով ոչ ոք չի հետաքրքրվել։ Միայն Էդմոն Մարուկյանը ձեր падգամավորն է, ձեր խնդիրները բարձրացրել պարլամենտում, բայց հիմա եկել է թիմ ընտրություններ, մենք արդեն կուսակցություն ենք ստեղծած։ Լուսավոր Հայաստան ստեղծվել է։ Իրանք եկել են ասում են, չէ, մեզ ընտրեք, Լուսավոր Հայաստանին մի ընտրեք։ Ո՞վ եք դուք։ Այդ դրանից ջղայնացած ինքը ասում է, այսինքն դու լոկալ բան ես մտցնում, էլի։ Ու սկսում ասել դե դու էլ դե որ տենցա դե չգաս Վանաձոր բան դե։ Եվ այդ վեճերի մեջ ելույթների մեջ Թևան Պողոսյանը գրառում է անում, որ հրավիրում եմ Էդմոն Մարուկյանին եւ Նիկոլ Փաշինյանին մեր տուն ընթրիքի ընտանիքներով եւ Փաշինյանը գրում է համաձայն եմ, առաջին ինքն արձագանք է։ Սակայն չպետքա խոսանք քաղաքականությունից որևէ բան։ Ես գրում եմ, ես եմ համաձայն։ Ու գնում ենք ընթրիք ենք անում, դե Թևանը նկարում դնում է բան եւ բացարձակապես ոչ մի բան չենք քննադատում, խոսում իրար հետ։ Որից հետո իր վարչությունը իրան քննադատում է շատ սուր, որ մեր այդ քանարած աշխատանքը, որ Էդմոնին վարկաբեկում ենք մենք, որ իրան ձեն չտան, մեզ տան ձենը, դու ջուրն ես լցրել, գնացրես հետը ընթրիքի։ Հա, դա ինձ հետո գալիս է Վանաձոր հաջորդ օրվա քարոզարշավի միջոցառմանը իրենց
ու ավելի սուր ելույթ ունենում իմ մասին։ Մի հատ սուր ելույթ կա, որ բանը Սամվել Ալեքսանյանի պես ուզում ես կլան ստեղծես ստեղ բան։ Ման այդ ելույթը ունեցել է այդ դիներից հետո, այդ ընտրիկից հետո։ Բայց մարդկանց մեջ տպավորել է, որ այլ Թևանաստանը բարաշեն ենք։ Մենք մինչև վերջ իրար դեմ կռիվ ենք տալիս, եւ ես ասում եմ, եւ ես այդ չեմ արձագանքելու, ինչու։ Որովհետեւ ես ձեզ թողնելու եմ բարիերի տակ, դուք մնալու եք բարիերի տակ, ջախջախվելու եք դուք։ Եվ Վանաձորում ընտրություններն ավարտվում են այդ տվյալներով։ Իրանք մնում են բարիերի տակ, մենք ընտրություններով ձևավորում ենք կոալիցիա, որ պետք է քաղաքապետ ընտրենք, տեղ ունենում հայտնի մանդատագողությունը։ Բայց այդ իրենց զախողումից հետո իրենք ծրում են իրենց վարչությունը եւ նոր ընտրություններ են իրականացնում կուսակցությունում։ Շնորհակալ եմ նույն մարդիկ են ընտրվել այդ ընտրությունը, բայց էական չէ, այսինքն այդ վեճը այդտեղ վերջանում է դրանով։ Հետո մենք Վանաձորում սկսում ենք մեր պայքարը բան, արդեն մոտենում է 16 թվականի վերջը, որտեղ սկսվում է բանակցություններ Ռաֆի Հովանիսյանի գրասենյակում, բանակցություններ ընդդիմությունը խոշորանալու վերաբերյալ։ Խոսակցության մի ինչ-որ փուլում Ռաֆի Հովանիսյանը, ոնց որ երկու հանդիպում ենք ունենում։ Ասում է, որ ես ուզում եմ, որ Սրյան Օհանյանն է լինի, ես դեմ եմ արտահայտվում, Նիկոլը եւ Սասունը դեմ են արտահայտվում, Արամ Սարգսյանն էլ է դեմ արտահայտվում եւ Ռաֆի հետ դադարում է այդտեղ համագործակցությունը։ Ռաֆին գնում է Սրյան Օհանյանից հետ։ Բայց մենք այդտեղ պայմանավորվում ենք, որ մենք այդ երեքով ոնց որ թե իրար լավ ենք սկսել հասկանալ։ Իմ ու Նիկոլի հարաբերությունը շատ վատ էր այդ ժամանակ։ Ես շատ լավ հարաբերություն ունեի Սասուն Միքայելյանի հետ, որտեղ Սասուն Միքայելյանը ԿՊ վարչության նախագահ էր ընտրվել։ Այդ որ ծրում են վարչությունը, Սասունն է ընտրվում նախագահ։ Իսկ Սասունի հետ հարաբերությունները որտեղից էր, որտեղ ինքը որ բանտում էր, բան, տենց հարաբերություններ կար։ Եվ քննարկումներով մենք ստեղծում ենք ելք դաշինքը։ Էսա պատմությունը։ Մի հատ կարճ հարց տամ անդրադառնալով հաջորդ հարցին, եթե Թևան Պողոսյան նորից ձեզ ու Նիկոլ Փաշինյանին հրավիրի գինի խմելու կգնաք։ Ես մեր համագումարին ասել եմ, ես իրանց հետ մատաղ ուտելու էլ չեմ գնա։ Լավ։ Շատ լավ։ Եվ ինձ թվում է Թևան Պողոսյանը արդեն այն ժամանակ ինքը լավ հարաբերություններ ուներ համ իմ հետ, համ Փաշինյանի հետ, առանձին վերցրած։ Բայց հիմա չունի այդ հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանի հետ հաստատ չունի, մենք ես էլ երկար ժամանակ չեմ տեսել, իրան շփում չունենք։ Շատ լավ։ Թևան Պողոսյանի թեման փակվում է այդտեղ։ Փակեցինք Թևան Պողոսյանի թեման։ Երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Գյումրիից քայլում էր, ձեզ էլ կոչ արեց միանալ, իսկ դուք չմիացաք, որն էր դրա պատճառը։ Դրա պատճառն այն էր, շատ պատճառներ կային, բայց այն էր, որ որևէ կերպ այդ քննարկումների ժամանակ իրենք չէին ներկայացնում, թե ինչ են ուզում անեն, որպես այդ արշավ, եւ ես եւ Արամ Սարգսյանը, մեր թիմերը ունեինք բազմաթիվ մտահոգություններ, եւ այդտեղ առաջացել էր նաեւ շատ անվստահության մթնոլորտ։ Եվ վերջում երբ որ Փաշինյանը պետք է արդեն հաջորդ օրը գնար Գյումրիից քայլեր, մենք հանդիպեցինք ես ու ինքը։ Եվ ինքը ինձ ասեց, որևէ խնդիր չկա, սա նորմալ է բան, մենք գնում ենք վաղվանից քայլենք, բայց մի բան արի պայմանավորվենք, ինչ դեպքում դուք կգաք, որ դեպքում դուք դուրս կգաք, որտեղ մենք շարունակում ենք պարլամենտում մեր ծրագիրն իրականացնել, մերժել Սերժի 3-րդ ժամկետը։ Եվ ես ասացի, որ եթե հանկարծ ուժ կիրառվի ձեր նկատմամբ եւ կամ ձեզ ձերբակալեն, դուք կունենաք ամբողջական մեր աջակցությունը եւ մենք կգանք եւ ամեն ինչով կպաշտպանենք ձեզ։ Այսինքն դուք եք դուրս գալու փողոցային պայքարին միանալու։ Փողոցային պայքար։ Երբ որ իրանց բռնել են։ Մենք մեր խոսքը պահել ենք։ Մենք դուրս ենք եկել, մենք մեր խոսքը պահել ենք, մենք մեր ելույթներով խորհրդանում Սերժ Սարգսյանի ընտրվելու օրը այնքան գործ են արել, որ փողոցի մարդկանց թիվը բազմապատկվել է։ Պարոն Մարուկյան, բայց այն ամենաառանցքային պահերին դուք կոչ էիք անում process-ը բերել խորհրդարանում քննարկել։ Առանցքային պահերին ոչ թե կոչ էինք անում process-ը բերել խորհրդարան, ես ասում եի, որ եթե երկու կողմերն չեն զիջելու եւ օթում արդեն բռնության արյունի հոտը գալիս էր, ես չէի ուզում նոր մարտի 1, չէի ուզում նոր կոտորած, եւ ես ասում եի, որ երկու կողմերն էլ պետքա նստեն սեղանի շուրջ խոսան, զիջումների գնան, քննարկեն, որովհետեւ բացի այն որ կարելի է բախվել, կա նաեւ երրորդ ճանապարհ։ Այդ երրորդ ճանապարհը օգտագործեն
Վերջում են եղավ, որ այդ երկու կողմերը նստեցին Մարիոտում, խոսացին, որից հետո էլ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց գնաց Սիրուն։ Այսինքն ի վերջո այնպես ստացվեց, որ հենց բայց արտախորհրդարանական պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ։ Գիտեք, եթե չլինի փողոց որևէ կոնֆիգուրացիայում, եթե չլինի փողոց նկատում եմ փողոցային արշավ պայքար, չի կարող լինել ոչ թավշա, ոչ չթավշա, ոչ էլ ուրիշ հեղափոխություն։ Շատ բարձ բան է։ Բայց այդ փողոցը ոնց է կազմակերպում, ինչա տեղի ունենում։ Օրինակ մենք բանավիճում էինք երկու հարցի շուրջ։ Ես ու հենց Փաշինյանը, որ ես ոչ միտեղ չեմ պատմել, ձեր մոտ կպատմեմ, որ էքսկլյուզիվ լինի, երիտասարդներին շատ եմ սիրում։ Ինքս էլ ինձ երիտասարդ եմ համարում էլի, բայց ես ասում եի, որ նայ ամբողջ ծրագիրը հեղափոխության կառուցել ես մի մարդու վրա։ Ասում եի, եղբայր, եթե ինչ-որ պայս Սերժ Սարգսյանը որոշի, որ ինքը չի իրանց տեխնացուն, Վիգեն Սարգսյանն է կամ Կարեն Կարապետյանն է նորից եւ իրան են ընտրում պարլամենտում։ Ամբողջ հեղափոխության քո գրած պրոյեկտը փլուզվելու է։ Եկեք նես պրոյեկտ գծենք, որ մի մարդու վրա չլինի կառուցած։ Ինքը ասում էր բացառում եմ չլինի Սերժ Սարգսյանը։ Բացառված է որ չլինի Սերժ Սարգսյանը։ Իրանք անպայման իրան են դնելու։ Ասում են որ մարդիկ փողոց դուսեկազ լինեն, լարված լինի, արդեն բան չմնա, պետք է փլուզվի իշխանությունը, իրանք կան փոխեն այդ մարդուն եւ մնան։ Ասում են բացառված է դա։ Չի լինելու նման բան։ Բայց ինքը ճիշտ էր։ Բայց այդ ընթացքում ինչ որ փորձ եղավ Կարեն Կարապետյանի նշանակելու։ Խոսքը գնում է այն պահին, երբ որ արդեն պիտի պարլամենտ ընտրի Սերժ Սարգսյանին 3-րդ ժամկետում։ Ես ասում եմ որ իրանք տենան որ արդեն սա ժողովուրդը փողոցա դուսեք է։ Հեսա հեղափոխությունա լինելու, իրանք կփոխեն այդ մարդուն եւ ժողովուրդը կցրվի տուն, որովհետեւ ամբողջությամբ կառուցված է նրա վրա, որ ինքն ասել է ես 3-րդ ժամկետ չեմ լինելու, ճիշտ է։ Այդ մի հարցում էր, որ նա շատ վստահ էր եւ ինքը ճիշտ դուրս եկավ, որ Սերժ Սարգսյանը պետք է անպայման ինքը առաջադրվի, եւ երկրորդ հարցը, որ ինքը վստահ էր եւ ինքը ճիշտ դուրս եկավ, դա այն էր, որ մենք պնդում էինք ես եւ Արամ Զավենի Սարգսյանը, որ շատ վտանգավոր իրավիճակ է, իշխանությունը շատ ավելի ուժեղ է, նորա պարլամենտի ընտրություն է եղել, հաղթել է եւ իրենք ուժ կկիրառեն եւ Փաշինյանը մինչեւ վերջ բացառեց, որ ուժ կկիրառվի։ Մինչեւ վերջ բացառեց, որ Սերժ Սարգսյանը ուժ կկիրառի։ Բացառում եմ ասում եմ, որ Սերժ Սարգսյանը ուժ կկիրառի եւ ես ապշացեմ, որ էլի մենք մեր հաշվարկում, բնականաբար մեր հաշվարկը ինչի մասին, ոչ թե մեր համար ենք վախենում, այլ ես ասում եմ, եթե ես մարդկանց կոչ եմ անում գամ փողոց եւ այդ մարդկանց սպանում են, մեկի աշկնա թափում, մեկի ոտնա կտրվում, մեկը զոհվում է, բան, ես ինձ պատասխանատու եմ զգում դրա համար։ Ես պետքա կարողանամ դա կանխարգելիչ բաներ մտածեմ։ Կան լիդերներ երկու տեսակ։ Մեկը որ ասում է, մարդիկ գալիս են փողոց, իրանք իրաց պատասխանությամբ են գալիս։ Եվ եթե զոհվեն է իրանց խնդրեմն է, ինձ հետաքրքիր չի։ Եվ կա իմ տեսակը, որ ես ասում եմ, չէ։ Մենք պետքա այդ ամեն ինչը հասկանանք։ Եվ ինքը ասում է, ես բացառում եմ։ Ես ասում եմ, դու ո՞նց կարաս բացառես։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ եւս մեկ մարտի 1 չի լինի։ Պաստորեն մի բան գիտեր էլի, վստահ էր, որ եւս մի մարտի 1 չի լինի։ Գիտեք, վստահել որ Սերժ Սարգսյանը չի անի եւս մի մարտի 1։ Okay, ես չէի վստահում, ես չէի վստահի, չեմ է վստահել։ Բայց փորձով, տեղի ունեցածով ես Արամ Սարգսյանը, մենք մեր բանավեճի մեջ մենք սխալ ենք դուրս եկել։ Եվ մենք ընդունել ենք, որ մենք սխալ ենք դուրս եկել։ Հասկացանք, ապրի ինքը, հալալա, մալադեց, դու արեցիր հեղափոխություն։ Եվ որ եղավ, ասեցինք 2018 թվականից արդեն 7-8 տարի է անցել եւ այդ երրորդ առաջարկը նոր չկա, որովհետեւ հիմա խոսակցությունները միայն նախկին ու ներկայի միջև են։ Սուտ է դա։ Անակ ես տեսնում եմ, որ շատ է երիտասարդության, մեդիա դաշտում, ինչ որ նոր շարժումներ են ձևավորվում, որ քանի որ կռիվը նախկինի եւ ներկայի միջև է, մենք առաջարկում ենք այս խեք սուտ խոսում։ Այդ մարդկանց պետք է ասել, ձեզ չեմ ասում։ Կռիվը նախկինի եւ ներկայի մեջ չի։ Նախկինն ովքեր են։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ներկան ովքեր են։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական պայմանագիրը, բայց ինչքան ուժեր կան, որ դրանց մեջ տեղում են։ Շատ, չէ։ Բայց այդ ես ինչ եմ ուզում անեմ։ Այդ մարդիկ, այդ ուժերը կամ մարդիկ ովքեր որ կան, իրենք չեն ուզում է տեղած ուժերի մեջ տեղավորվեն։ Օրինակներ կբերեք այդ մեջտեղում եղած ուժերի։ Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Դուք ինչ եք անում օրինակ։ Չէ, դուք ասում եք չկան բացի նախկիններն ու ներկաները։ Երրորդ առաջարկը ո՞րն է։ Մեր երրորդ առաջարկը, այսինքն նկատի ունեք ընտրությունները։ Երրորդ ճանապարհը, երրորդ ուղին։ Մեր երրորդ ուղին է նա, որ պետքա այս իշխանությունը չլինի էլ իշխանություն։
Եվ չպետք է դրա փոխարեն նախկին իշխանությունը բերել իշխանության։ Պետք է ձևավորել նոր իշխանություն, այո, պետք է այդ իշխանության մեջ բոլոր առողջ ուժերից մարդիկ ներգրավել, բանը էս քաղաքապայմանագրի նման չանել, էլի, որ ասենք եկան հեղափոխություն եղավ ու ասին, որ ով քայլելա մենակ իրանք դիլնեն։ Բայց վերջում հիմա այսօր կառավարությունում աշխատում են մարդիկ, բազմաթիվ, եւ բոլոր գիտակցություններում, ովքեր հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության մեջ տակուկ տեղավորված մարդիկ էին, տակ իրancs համար նստած էին։ Ոչ մի պայքարի մեջ որևէ բանի մեջ չկային։ Մեկի անունն էլ ասեմ, մենակ Վլադիմիր Վարդանյանը, պետաիրավականի նախագահն է։ Սահմանադրական դատարանում բաներ խորհրդական էր։ Պարոն Մարության, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել, նախկին նախագահները չպետք է հետ գան, բայց այդ որ ուժերին եք պատկերացնում, որ պետք է իրար հետ համախմբվեն։ Օրինակ մենք կոչ ենք արել հիմա անդիմադիր դաշտում, որ պետք է ձևավորել մեծ բևեռ եւ դրանով հանդես գալ, որը կկարողանա տանել անդիմադիր ձայների շուրջ 55-60%-ը։ Բայց եթե բոլորը ուզում են առանձին գնան, հասկանում եք, բոլորը մտածում որ չէ, իրանք դե առանձին գնան։ Ամեն կուսակցություն ունի իր product-ը։ Հետեւաբար Լուսավոր Հայաստան կուսակցությունն էլ կգնա իր product-ը կներկայացնի։ Բայց երբ որ բոլորն ասում են բանը, մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ասեմ եղբայր, եթե դուք ազնիվ եք այդ ձեր ասացի մեջ։ Եթե դուք ազնիվ եք, դրատակ ուրիշ բան չեք ուզում անեք, էլի։ Ուրեմն ճիշտ կլինի խոշորացումը։ Եթե ազնիվ չեք, դրատակ ուզում եք ուղղակի դեպուտատ առողջ ուժերը ովքեր են։ Առողջ ուժերը։ Բոլոր այն ուժերը, ես հիմա այս անուններ տամ, պիտի գովազդան եմ ուժերի, ես չեմ որոշ մեկի անունը տամ։ Իսկ անառողջ ուժերը որոնք են։ Բոլոր այն ուժերը, ասացի, բոլոր այն ուժերը, որոնք որ նախկին process-ների մեջ դերակատար են եղել, հիմա հետ գալով հեղափոխությունն ինչ է եղել։ Հեղափոխության պատճառը Հայաստանի 20 տարվա իշխանավարումն է եղել։ Այսինքն հեղափոխությունը լավ բան չի, հեղափոխությունը վատ բան է։ Այսինքն էվոլյուցիոն process-ը քանդվում է, եւ տեղում հեղափոխություն, էվոլյուցիա չի լինում։ Ինչի է դա եղել, որովհետեւ 20 տարի խայտարակ ռեժիմ աշխատի երկրում։ Դրա հետևանքն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հիմա այս իշխանությունն էլ եկել է, ինչ խոստացել է չի արել եւ այլա տոտալ հակառակ, այսինքն իրան սպառել է ժողովրդին տված խոստումները չի կատարել, որ կարճ ձևակերպեմ, էլի հատ չասեմ ինչ։ Հիմա դրա համար, երբ որ իրենք հակադրում են, որ այ որ մենք գնանք պետքա գան նախկինները, այն բոլոր ուժերը, որոնք ոչ նախկինների ժամանակ ընդդիմություն են եղել։ Նրանց դեմ պայքարել են։ Հետո հեղափոխությանն աջակցել են, որ նախկինները փոխվել են, հետո հիասթափվել են, տեսել հեղափոխության բաները, խոստումները չի կատարվում եւ թարսա գնում ամեն ինչ, մարդ, որը աշխատավարձի բարձրացման համար հետս կռիվ էր անում, ինքը դադայք ինչ անում երկրում։ Այսինքն այս իմաստով կան բազմաթիվ ուժեր կարող են համախմբվել, ովքեր այդ երկու բանի մեջ չեն հիմա տեղավորվում։ Պարոն Մարուկյան, Մենակ հիմա անդիմադիր ուժեր կան։ Ամեն դեպքում նորից հարցնեմ, ես չեմ տեսնում դրա մեջ։ Օրինակ տես, ասում եմ, օրինակ Հանրապետություն կուսակցությանը ես չեմ տեսնում դրա մեջ, ինչու՞։ Որովհետև մեր նախկին գործընկերներն են, բայց իրանք ասում են Նիկոլ Փաշինյանն ինչ անում է ճիշտ է անում։ Սա ճիշտ է։ Դեռ սա ճիշտ է, դուք առանձին ինչի կաք։ Հասկանաս, եթե անդիմադիր ուժը կա, ու ինքն ասում է իշխանությունն ինչ անում է, սա ճիշտ է անում։ Դու ալտերնատիվ product չես արտադրում, որ գան քո այդ ալտերնատիվ product-ը գնեն։ Էս է իմ ասածը։ Քանի որ անուններ չեք տալիս թվում հետ կուզենաք համագործակցել դաշինք կազմել, եկեք հակառակ ուղղությամբ գնանք եւ գծենք գծենք այդ կարմիր գծերի սահմանը ամեն դեպքում, որտեղ կներառեք բոլոր այն կուսակցություններին, որոնց հետ որ չեք ցանկանում համագործակցել կամ չեք տեսնում այդ եզրերը, բացի ԿՊ-ից ու Հանրապետությունից, ում որ նշեցիք։ Իմ մանկության խաղերից մեկը Այգեպանն է, ու եկեք ոնց որ իմպլեմենտացնենք մեր հարցազրույցին։ Լուսավոր Հայաստանը հավաքեց բոլոր կուսակցություններին, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ու Հայաստանը արդեն նշել եք մնացածները։ Բացի ելու Հանրապետություն։ Ում էլ չեք ներառել։ Էլի ուժեր կան, որ ամեն օր խոսում են, որ ամեն ինչ իշխանությունը ճիշտ է անում։ Օրինակ։ Այսինքն իր արբիտրայում գործող բազմաթիվ ուժեր կան։ Մարդիկ գիտեն բոլորին։ Մեր սերունդը չգիտի, պարոն Մարուկյան։ Ձեր սերունդը չգիտի, ձեր հյուրը օրինակ Արման Բաբաջանյանի ուժը ինչով է, ինչ է անում։ Եթե կարելի է ուժ ասել այդ ուժին, էլի։ Այդենք քարոզում են, որ ամեն ինչ Նիկոլը ճիշտ է անում։ Ասենք կաթոլիկոսի դեմ է պայքարում, այո, մենք էլ ենք պայքարում կաթոլիկոսի դեմ։ Հենց որ հարցարեն որ չենք պայքարում, իրանք էլ չեն պայքարի։ Հասկանում ես, իրանք չէ, ինքը անձամբ էլի։ Եվ էլի նմանատիպ շատ մարդիկ կան։ Այդ մարդկանց անունները
Ինչի համար եք դուք ուզում, որ ես իրանց բանն եմ, ռեկլամնի ագենտն եմ, իշնեմ ստե գովազդան եմ։ Ես ես ասում եմ շատ པարզ երևում է, ով է իշխանությանը դեմ, ով է իշխանության արբիտրամ խաղում։ Իսկ Գիշերցերեք օրինակ Պետրոսի մոտ հյուր են իրանք։ Հիմա 23 թվականից ես Պետրոսի մոտ չեմ եղել։ Իդեպ շնորհակալ եմ ձեզ, որ բավականին նեղը գցեցիք։ Ուզում ասեմ, այդ իմաստով շատ པարզ է, ոչ մի այտենց դժվար բան չկա։ Ինչ արվում է երիտասարդությանը։ Օրինակ մենք ձեր այդ Vox Populi մեջ նայում ենք, չէ՞, մարդիկ ասում են։ Ես չեմ հետաքրքրում քաղաքականությամբ, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես չէ։ Ժողովուրդ քաղաքականությամբ չհետաքրքրվել նշանակում է չուզենալ քո ապագայի վերաբերյալ իմանալ ինչա լինելու եւ որ դա մասնակիցը չլինել։ Ներողություն, բայց մի րոպե, պարոն Մարուկյան, նախկին նախագաների ուժերի հետ կամ իրանց հետ նմանվող ասոցացվող ուժերի հետ ինչ որ Ես արդեն ասացի, որ բոլոր ուժերը կարող են ներդրում ունենալ ապագա օրինակ ազգային համաձայնության կառավարության մեջ։ Հիմա նախկին նախագաների կառավարման տարիներին եղել են մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ են։ Դու այդ մարդկանց ոչ մի բան չես կարող ասես։ Խոսքը գնում է հետեւյալի մասին, որ եթե դուք Նիկոլ Փաշինյանին հակադրում եք նախկին նախագահ, ինքը հաղթելու է այդ մարդուն։ Ուզում ասիք, ուզում չսիրեք, ինչ ուզում անեք։ Որովհետև այդ մարդկանց պատճառով, այդ մարդկանց ժամանակ եղել է հեղափոխություն։ Իրանց դեմ։ Հետևաբար դրա ռևերսը անհնար է անել։ Դու չես կարող պատճառով հետևանքը վերացնել։ Նայ, ասում եմ, Փաշինյանը հետևանքն է այդ 20 տարվա գործողության, չէ։ Հիմա 20 տարին բերում ես իր դեմը, ասում ես արի քեզ հանենք, չի լինելու։ Դեռ 20 տարվա համար են բերել Փաշինյանին։ 20 տարվա համար են մերժ, 20 տարին են մերժե մարդիկ փողոցներում։ Ով ինչ ուզում է խոսա։ Ով ասի որ բայց բանը Ղարաբաղն այն վաղտ կար, հիմա չկա, բան հասկացանք, այդ սաղ ճիշտ է։ Այն վաղտ կար, հիմա չկա, սաղ ճիշտ է։ Բայց 21 թվականի ընտրությունները հակաբևեռ քվեարկությունը ցույց տվեց, որ չէ, եղբայր չի, մարդիկ չեն հետ բերելու այդ ամեն ինչ։ Իրանք ունեն էլեկտորատ, այո ունեն։ Ռոբերտ Քոչարյանը ունի էլեկտորատ, այո ունի։ Այո ունի։ Կարա այդ էլեկտորատով հաղթի Նիկոլ Փաշինյանին։ Բնականաբար ոչ։ Բացառում եմ։ Բացառում եմ։ Կարող է ամբողջ օպոզիցիան իր շուրջ համախմբվել եւ ինքը հաղթի Նիկոլ Փաշինյանին։ Բացառում եմ։ Կարող է այլ մարդ առաջ բերվել, որին կաջակցի նույն ինքը Քոչարյանը, նա, ես, այն մեկը սաղ, եւ այդ մարդը հաղթել Նիկոլ Փաշինյանին, այո միանշանակ։ Այո միանշանակ։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, նայ, շատ կարևոր բան կա, էլի։ Երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանին ուզում ենք հանենք, դա գործողության մի հատվածն է։ Հաջորդ հատվածն է, որ ուզում ենք մենք գանք։ Եղբայր, որոշեք։ Ուզում եք հանեք, թե ուզում եք հանեք ու դուք գաք։ Եթե ուզում եք հանեք ու դուք գաք, դա չի ստացվի արդեն։ Եթե ուզում եք հանենք, այդտեղ ուրիշ ծրագիր կարող լինի։ Բայց այդ ծրագիրը, որ հանենք ու հենց մենք գանք, ոնց որ 21 թվականին, դա արդեն չի եղել ու չի լինելու նաև 26 թվականին։ Եթե այդ ծրագրով գնացին ընտրությունների։ Հիմա ասում եմ, կներեք, նայեք, ընդդիմադիր դաշտում բան կա, էլի, որոշակի ժամանակ ասում եմ, չքննադատենք, սուր չխոսանք, բան չանենք։ Այդ չի լինում։ Որովհետև ճշմարտությունը պետք է ասել, չէ՞։ Հիմա ճշմարտությունն եմ ձեր մոտ ասում, ես վստահ եմ, հարձակվելու են մեր վրա։ Ինչի որտեվ բան մտածում են որ ճշմարտությունը որ չասես մարդիկ չեն հասկանում, չպետք է իմանան իրանք, էլի չգիտեմ։ Պարոն Մարուկյան, բայց 2021 թվականի սեպտեմբերին ասում եք, որ օրվա իշխանությունը պատասխանատուն ու մեղավորն է տեղի ունեցածի, բայց միաժամանակ ասում եք, որ այդ մեղավորությունը տեղավորել կարճ ժամանակի մեջ չի լինի, որովհետև բացահայտվել է 30 տարվա մեր ինստիտուտների բացել։ Այսինքն ըստ էության ներգրավելով նախկին նախագաների ուժերի մարդկանց ձեր թիմում, ըստ էության առաջարկում եք, որ մեղավորներին փոխել մյուս մեղավորների հետ։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ասում պրոֆեսիոնալներ են եղել, որոնք այդ մարդիկ լավ մասնագետներ են։ Դու չունես շատ մասնագետներ, որ բոլորին մերժես։ Դու ունես կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ, քաղաքական կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ, ու ունես այդ ժամանակահատվածում, որոնք տասնյակ տարիներ են, մի տարի չի։ Ինչ որ մարդիկ, ովքեր աշխատել են։ Հիմա ինչ անենք, բանակի բոլոր գեներալներին վեկարելու ենք, հանենք, հա։ Բայց պարոն Մարուկյան, ասենք բանը, այս գեներալը Ռոբերտ Քոչարյանի օրոքա գեներալ-մայոր կոչումը ստացել, այս մարդուն հանենք գործից։ Բայց կոռուպցիայի մեջ չկա, բան չկա, լավ զինվորական է, հանենք դուս գցենք։ Biz դա համար ձևակերպումը տվեցի։ Մարդ, որը պրոֆեսիոնալ է, չի քաղաքականացվել, եւ մարդ, որը պրոֆեսիոնալ է, քաղաքականացվել է, կոռումպացվել է, կամ պրոֆեսիոնալ չի,
քաղաքական դերակատար եղել մտել է, կոռումպացվել է եւ այդ որոշումները կայացրել է, որի արդյունքում երկիրը նման վիճակում ա եղել, որի արդյունքում էլ եղել է հեղափոխություն։ Ոչ թե էվոլյուցիոն ընտրություններով մարդիկ եկել են, ընտրել են եւ Հայաստանում մենք մոռանում ենք մի բան, որ ընտրություններով երբեք իշխանությունը չի փոխվել։ Այս երկրում ընտրություններով իշխանություն չի փոխվել դեռ։ 35 տարեկան երկիր ենք։ Պետք է ասում ենք 35 տարվա մեջ գիտեն մեր երիտասարդները, որ Հայաստանում ընտրություններով իշխանությունը չի փոխվել երբեք։ Շատ լավ։ Պարոն Մարուկյան, բայց անդրադարձակ Պետրոս Ղազարյանին իր հարցազրույցում Նարեկ Կարապետյանին հարցրեց Էդմոն Մարուկյանն ընդգրկելու են իրենց ցուցակ, թե չէ։ Ինչ որ ընդգրկվելու եք, թե չէ։ Հիմա Պետրոս Ղազարյանը չի կանչում ինձ, որ ինձ հարցնի։ Էդմոն Մարուկյանը կուսակցության ղեկավար է։ Մենք կարող ենք որևէ ուժի հետ քայլել, եթե մեր գաղափարական հենքերը համընկնեն եւ մենք նման որոշումներ ընդունենք։ Նման բան գոյություն չունի, նման քննարկում գոյություն չունի։ Ես հաջորդ առավոտը գրառում կատարեցի եւ արձագանքեցի Պետրոսի հետ հարցին։ Ես հասկանում եմ, որ Պետրոս Ղազարյանը անհանգստացած է, թե Էդմոն Մարուկյանը վերջի ինչ կարող անի, որտեղ կլինի, ինչ կանի, որտեղ էլ լինենք, մենք մեր գաղափարները փորձել ենք առաջ մղենք։ Դա կլինի ինչ որ դաշինք, կլինենք առանձին։ Իմ ընկալմամբ ես տեսնում եմ, որ նույն մեր ձևովն էլ մնացած բոլոր խոշոր, կիսախոշոր, միջին, հա, ուժերը բոլորը ուզում են միայնակ մասնակցել ընտրություններին։ Արդեն դա երևում է։ Եթե Պետրոս Ղազարյանի հարցազրույցը չէր երևում դեռ, հիմա ավելի ակնհայտ է երևում։ Շատ լավ։ Յուրաքանչյուրն իր ճանապարհով թող գնա, ով է բան ասում։ Կան գաղափարներ խոշորանալու, բայց կան այլ գաղափարներ, որ չէ, լավ կլինի սենց անենք, արեք։ Ով է խանգարում ձեզ։ Ինչ որ Պեսիմային լուսավոր Հայաստան կուսակցությունը ձևավորել է արդեն իր նախընտրական շտաբը եւ պատրաստվում է ընտրություններին։ Մինչեւ ընտրությունների գրանցման օրը կլինի հնարավորություն, մենք դուրը չենք փակելու, չէ՞, խոշոր ավելի բան անելու, մենք պատրաստ ենք 1000 անգամ ասեցինք, խոսացել ենք։ Չի լինի այդ հնարավորությունը, մենք մեր քաղաքական պրոդուկտը պարտավորված ենք, զգում մեզ դուրս գալ եւ ներկայացնել մեր ժողովրդին։ Ժողովուրդը կորոշի ում ինչքան քվե կտա։ Պարոն Մարուկյան, ձեր հարցազրույցներից մեկում էլ նշում եք, որ վրացական տարբերակով է հնարավոր նաև հեռացնել Նիկոլ Փաշինյանին, երբ որ Վրաստանում բոլոր ուժերը համախմբվեցին գործարարի շուրջ եւ հեռացրեցին կառավարությունը։ Դուք այդպիսի կառավարություն եք ուզում, այսինքն որ ընդդիմությունը համախմբվի գործարարի շուրջ եւ հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն Վրաստանում տեղի ունեցել հետեւյալը, եղել է Սաակաշվիլի ռեժիմը, որը խայտարակ ռեժիմ էր, այն պահին, որ ընտրությունները պարտվել է, օդից չի պարտվել այդ ընտրությունները, բանտերում մարդկանց խոշտանգում էին, այլանդակություններ էր երկրում տեղի ունենում, եւ բնականաբար նույն ժողովուրդը, որը վարդերի հեղափոխություն էր արել, այդ նույն ժողովուրդը ձևավորեց մի մեծ պլատֆորմ դաշինք, որը այո առաջնորդում էր Իվանիշվիլին, եւ գնացին ընտրություններով հաղթեցին Սաակաշվիլին։ Սա է իմ ասած օրինակը, եւ շատ լավ կառավարություն ձևավորեցին, շատ լավ աշխատեցին, թե հետո ինչ եղավ, դա այլ հարց է։ Հետո ցանկացած կառավարություն, որ երկար մնում է, դեգրադացվում է։ Ես ասում եմ, ստրատեգիան ոնց են իրանք աշխատել։ Եվ այդ ճանապարհով նրանք կարողացել են վերցնել ձայների 95%-ը իշխող ուժի հետ միասին նկատի ունեմ։ Բայց Հայաստանում ինչա տեղ ունենում։ Հայաստանում ֆրագմենտացվում է ընդդիմադիր էլեկտորատը։ Եվ երբ որ ընդդիմադիր ուժերը շատ են իրարից առանձին մասնակցում, նրանք նաև քաղաքաշավի ժամանակ մեկը մյուսի հետ մրցակցում են։ Երբ որ մեկը մյուսի հետ մրցակցում են, սկսում են իրար հարվածել, որի արդյունքում բնականաբար ընդհանուր ընդդիմադիր գործը վնասվում է։ Իմ ասածը սա է։ Հիմա Հայաստանում այդ Իվանիշվիլի process-ը չկա, չի եղել եւ արդեն չի լինելու։ Ինչու՞, որովհետեւ դրա հնարավորություն ունել Սամվել Կարապետյանը, նա այդ հնարավորությունը այլևս չի օգտագործել։ Ինչու, որովհետև չի համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին։ Ձևավորել է իր առանձին մի հատ վերցրած սովորական ուժ։ Վերջ։ Այսինքն չի համախմբում նա, չի գնում այդ ճանապարհով։ Միգուցե իրանք մի բան ավել գիտեն, քան ես դուք են մյուսները, ես կարծում եմ, որ դա սխալ ճանապարհ է։ Կապրենք, կտեսնենք։ Պարոն Մարուկյան, բայց ամեն դեպքում, եթե ձեր
առաջարկները հաստատվեն եւ այդպիսի գուսակցություն դաշինք կամ ձևավորվի մեկ բևեռ ձևավորվի ոնց եք պատկերացնում որ այդքան տարբեր ուժեր իրար հետ համախմբեն ու կարողանան մի ընդհանուր հայտարարի գալ կառավարություն ստեղծել ղեկավարել երկիրը որովհետեւ ուժերի մի մեծ զանգված արևմտամետ է մյուս մասը արևելամետ է ու այստեղ լիքը տարաձայնություններ կան Օրինակ ես մի հատ հարց տամ Ուժերը չեն ձևավորվելու նրա համար, որ հենց Նիկոլ Փաշինյանին հանեն։ Նիկոլ Փաշինյանին հանելը տեխնիկական հարց է։ Դուք ուզում եք պաշտպանել հայ մարդու ինքնությունը։ Դուք որպես երիտասարդ։ Շարունակությունը ո՞րն է լինելու։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը Դուք օրինակ ուզում եք, որ ադրբեջանցիները գան բնակվեն այստեղ։ Չէստեղ, բայց մեր ցանկության հարցը չի, պարոն Մանուկյան։ Ցանկության հարցն է, եթե դուք չուզեք, դուք դուրս կգաք, ամեն ինչ կանեք, որ փոխեք այն իշխանությանը, որը հաջորդ քայլը դա անելու։ Հիմա երբ որ մենք համախմբվում ենք, չենք համախմբվում, որ դուք Մոսկվան եք սիրում, ես Վաշինգտոնը։ Դուք Փարիզեն, մյուսը Բրյուսելը։ Մենք համախմբվում ենք, որ մեր ինքնությունը, մեր եկեղեցին, մեր ազգային հենքը, մեր անցած ճանապարհը, մեր ինքնասիրությունը պաշտպանենք։ Ես հիմա որպես պրոդուկտ ձեզ դա եմ ներկայացնում։ Ես չեմ դուրս գալու քարոզեմ մարդկանց, թե քանի աշխատատեղ եմ ես ստեղծելու։ Ես չեմ խոսալու լողավազաններ կառուցելու մասին։ Ես չեմ խոսալու ասֆալտ անելու մասին, որովհետև այդ ասֆալտը, լողավազանները, դպրոցները այսօր Ստեփանակերտում վայելում են ադրբեջանցիները, հայերը չեն վայելում։ Հետևաբար, երբ որ դու կարգը ձիուց առաջ ես կապում, խնդրեմ ես ունենալու։ Ստեղ է խոսակցությունը։ Եվ իմ պրոդուկտը նրա մասին չի, որ եկեք ժողովուրդ ջան բան անենք։ Թոշակները sense կլինի, բաներ, նպաստները sense կլինի, այնն sense կլինի։ Մի հատ կարողացեք ձեր պետականությունը պաշտպանել, մնալ Հայաստանի Հանրապետություն։ Հետո նոր թոշակները կբարձրացնեք։ Պարզ է, որ այդ բարձրացնելու հնարավորություն ունեն, բայց այդ փողը վերցրել իրար մեջ բաշխել են ու ապրում են։ Մենք թոշակառուին 10000 ավելացնենք, ինչ է անելու։ Բայց օրինակ որ 3 միլիոն ինձ տան ասում է, ես արդեն գիտեմ ինչ եմ անելու ու արել են։ Վերցնում ես դա։ Մարուկյան, բայց այդ արևմտյան Ադրբեջանի թեզերը, որ ասում եք, որ կան գալու են Հայաստանում։ Դա թեզեր չեն, դա իրականություն է։ Այդ թեզերը դեռ 2020 թվականից պատերազմից հետո են շահարկվել եւ դուք այդ ժամանակ էլ պաշտոնի եք եղել։ Հա, ես դրա դեմ պայքարել եմ։ Ինչ գործեր եք արել, ինչ քայլեր եք արել դրա դեմ պայքարելու համար։ Մինչև այս փաստաթղթի ստորագրումը, որի անուն իրանք դերեն խաղաղության պայմանագիր, դրա դեմ կռիվ ենք տվել։ Ոնց։ Դիվանագիտական աշխատանքով։ Այսօր դրա դեմ կռիվ չի տրվում, եւ դրա համար Էդմոն Մարուկյանը այնտեղ չի ստեղա։ Դրա համար ես հեռացրին, հա։ Նաեւ դրա համար։ Ինչ չեն հեռացրել, ես եմ հրաժարական տվել։ Նաեւ դրա համար եմ ես դուրս եկել։ Հիմա այստեղ խնդիրը հետեւյալն է, որ երբ որ մենք ունենք իշխանություն, որի դիմադրողականության էլեմենտը գետնին է իջել, ոչ մի հարցում կարմիր գիծ չունի, ոչ մի հարցում դիմադրողականություն չունի, զրո հեռատեսություն ունի։ Եվ այն խոսույթով, որ հիմա մեր դիվանագիտությունն է վարվում, ես ձեզ վստահեցնում եմ, այսօրվա կառավարությունը եթե մնա, ինքը չի կարող այդ խնդրի դեմն առնել։ Այդ խնդիրն այլևս մարսած է իրանց պարագայում։ Պարոն Մարուկյան, 3 տարի է ես ընդ չեմ։ Ես 3 տարվա մեջ ասում եմ, այս խնդիրը արդեն մարսած է։ Հայոց ցեղասպանությունն է ուրացված իմ հրաժարականից հետո։ Այս թեզերն են մտել օրակարգ։ Հոդվածներ են ընդունվել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, որոնք որ մենք տոտալ դեմ ենք եղել։ Հետո դուք ասում եք, որ ընդեղ է, այդ ընդեղ եղած ժամանակ մենք տոտալ դեմ ենք։ Դուք քննադատում եք այդ ամեն ինչը ու սուր քննադատություններ եք հայտնում պաշտոնից դուրս գալուց հետո, իսկ մինչև այդ մենք սուր քննադատություն ձեր կողմից չենք տեսել։ Բայց եթե ես դրա վրա աշխատում եմ ու դա մերժում ենք, ինչ ում պետք է քննադատեի։ Եթե այն հոդվածները, որ հիմա Փաշինյանը ընդունել է եւ ստորագրել է, այն ժամանակ մերժում ենք իրար հետ, ինչը քննադատեի։ Ասում են ժամանակ մենք մերժել ենք այդ դրույթները։ Օրինակ բերեմ հենց հիմա, քանի որ գաղտնիք չի այլևս հրապարակված է, այմաղ գաղտնիք չէի կարող։ Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայվեն։ Այսինքն ձեր թորները 50 տարի անց կապանում չեն կարող ֆրանսիական ռազմաբազա տեղակայել։ Որովհետեւ հիմա ձեր թորների ապագան որոշել են այս մարդիկ։ Այդ կետը մենք միշտ մերժել ենք։ Մերժել ենք, հետ ենք ուղարկի Ադրբեջան։ Իրանք նորից գրել են ուղարկել են մեզ, մենք մերժել ենք, հետ ենք ուղարկի Ադրբեջան։ Այդ կետը ընդունվել է իմ հրաժարականից 2 տարի անց։ Այսինքն եւ դրա նման
Նաև այլ կետեր։ Բայց խոսքը արևմտյան Ադրբեջանի մասն է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում էր, դրանք ուղղակի նարատիվներ են, բայց մենք տեսնում ենք, որ պետական ֆինանսավորմամբ այդ ամեն ինչը առաջ է տարվում։ Ո՞նց եք դուք պայքարել դրա դեմ ձեր դեսպան եղած ժամանակ։ Ասեցի, ասում եմ։ Ինչ եք արել։ Արևմտյան Ադրբեջանի դեմ մենք բերել ենք այլ խոսույթ, այլ թեզեր, որոնք այսօր գոյություն չունեն։ Օրինակ, Արևմտյան Ադրբեջանի թեզը ինչի մասին է։ Իրենք պնդում են, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում բնակվել են ադրբեջանցիներ։ Եվ այդ ադրբեջանցիները ունեցել են տներ եւ պետք է վերադառնան իրենց տներ։ Այս է խոսույթը։ Ես այն ժամանակ մշակել եմ փաստաթղթեր, փաթեթներ դրա վերաբերյալ, դեպի Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ, եւ մեր խոսույթը եղել է հետեւյալը, որի վերաբերյալ վարչապետը իր ելույթում ասել է ասուլիսներից մեկում, որ ադրբեջանցիների վերադարձը հավասար չի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հետ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խորհրդային միության ժամանակ ունեցել է ինքնավարության կարգավիճակ։ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները երբեք չեն ունեցել ինքնավարության կարգավիճակ։ Նաև Ադրբեջանում բնակվող հայերը Բաքվում, Սումգայիթում, Շամխորում, ոչ լղիմից դուրս նկատի ունեմ լավ։ Լղիմից դուրս բնակվող հայերը չեն ունեցել ինքնավարություն։ Եղել են ուղղակի ազգային փոքրամասնություններ։ Հիմա երբ որ իրանք թեզ են առաջ բերում, որ մենք պետքա վերադառնանք մեր տներ, այդ տների փոխհատուցումները մենք տվել ենք, ճանապարհել ենք իրանց։ Եվ սա ես մշակել տվել եմ վարչապետն իր ելույթում ասել է։ Եվ դրա դիմաց նաև մեր փախստականները չեն ստացել ոչինչ։ Մազապուրց, բռնաբարված, սպանված այնտեղից փախե եկել են։ Մենք ոստիկանական մի գալկեքով իրանց ճանապարհել ենք 88 թվականին։ Մեր արխիվային, իմ առաջարկով հանձնարարվել է, արխիվները ուսումնասիրվել է։ Մյուս դիվանագիտական պլատֆորմներում, որտեղ որ ես ելույթներ եմ ունեցել, փակ եւ բաց չէ փակ։ Ես այս փաստերից հիմա ձեզ ինչ ասում եմ անգլերենով, sense դասակարգած այդ ելույթներ ունեցել եմ ու իրաց պատասխանել եմ։ Եվ իրաց տեղն եմ դրել։ 3 տարի է արդեն։ Չկա այս ամեն ինչը։ Հայկական կողմը չի դիմադրում այս ամեն ինչին։ Ավելին ձեզ ասեմ, եւ երբ որ չդիմադրելով խաղաղության մրցանակ է ստանում, երբ որ չդիմադրելով նաեւ դրան գումարվում է որ այն որ դե մենք արդեն առևտուր ենք անում, բենզին ենք առնում, բան սա լավա նորմալ է, բան, այն պայն որ քեզ ասեն դե որ սա լավա եղբայր ջան, հիմա էսա 500 հոգի գալիս է, տար մի հատ իրանց տեղավորի, մեկ էլ անվտանգություն ենք հետ ուղարկում, որովհետեւ դեռ ձեր մոտ վտանգավոր է։ Դե իրանք նաեւ ունենան անվտանգություն, անվտանգային ուժեր ենք ուղարկում, էլի։ Ձեր ուժերին չենք վստահում, մենք մեր անվտանգային ուժերն ենք ուղարկում։ Այդ ժամանակ դու ոնց ես ասելու որ չէ բայց սա խնդրեմ կա միջազգային հանրությանը դիմես միջազգային հանրությանը բոլորին տեղեկացրեց որ ամեն ինչ լավ է դու գերջանիկ եք եւ եղբայրներ եւ առևտուր եք անում եւ գոհ եք ամեն ինչից ոնց ես ասելու որ ես դեմ եմ ոնց դա համար երբ որ ես ասում եմ իշխանությունը պետքա փոխել դրա մեջ այն չի որ բանը թոշակը ցածր է դրա մեջ այն չի որ ավելի շատ աշխատատեղեր կարող է ստեղծվել։ Այո, կարող է ավելի շատ աշխատատեղեր ստեղծվել։ Այո, միանշանակ։ Այո, թատրոնի վերաբերյալ են առաջի հարցը որ տրվեցին ինձ։ Այո, վստահ եմ թատրոնը հնարավոր է բարելավել։ Կասկած չունեմ։ Բայց առաջնայինն ու երկրորդականը մենք կարողանում ենք տարբերակել, թե չենք կարողանում։ Հարցեր կան առաջնային են, հարցեր կան երկրորդական են։ Պարոն Մարուկյան, բայց մի հատ control Z անենք նորից ընտրությունների թեմային 2021 թվականի ընտրություններին ձեր քաղաքական ուժը մասնակցել էր Վանաձորում ընտրությունների ու այդ ժամանակ ընտրություններից հետո եղավ կոնֆլիկտային իրավիճակ, որի մասին հա, դուք դատի տվեցիք։ Մամիկոն Ասլանյանը իր հարցազրույցներից մեկում ասեց, որ սկզբում դուք պետք է համագործակցեիք, 2 օր հետո դուք զանգել եք, Մամիկոն Ասլանյանն ասել եք, որ ձեզ ճնշել են, որ դատի տակ։ Մամիկոն Ասլանյանը այդպես ասել։ Ով է ձեզ ճնշել, ինչու է ձեզ ճնշել։ Ես արձագանքել եմ, հեքիաթ է պատմում Մամիկոն Ասլանյանը, ինչ է պատմում։ Եկել է հետևյալ բանը։ Ինքը նաև այդտեղ ասել է, դա абսուրդ է, բայց որ ասում է ինքը ինձ ասել է, որ քեզ էսա կալանավորելու են, պետք է ասես մարդուն ասում ես քեզ կալանավորելու են, այդ մարդը ինչ պետք է անի, որ իմանում են իրան պետք է կալանավորեն։ Պետք է պաշտպանվի, չէ։ Այդ մարդը այդ լավությունը չի ընկալում, էլի, չի ընկալում։ Այսինքն ես իրան տեղեկացրել եմ, որ իրան կալանավորելու են, ու ինքը գնում է դա եթերում պատմում է։ Ու գնում է կալանավորվում է, էլի, դա էլ կա, հա։ Դե անեցել հետեւյալ բանը։ Վանաձորում լինում են ընտրություններ, տեղամասերի ձայները հաշվարկվում են, գիշերը գիտեք։ Եվ մեզ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ասում են, որ դուք ունեք 2 մանդատ։ Դուք ունենաք խմբակցություն։
Գնացեք տուն քնեք, գնում եք տուն քնում ենք։ Առավոտը լույսը բացվում, հա, մեզ ասում են դուք չեք անձը, դուք չունեք երկու մանդատ։ Ասում ենք ո՞նց, եթե սաղ ձայները լրիվ հաշված էր գիշերը։ Դե տենց։ Ինձ ոչ ոք չէր կարա սպառնալ, ոչ մի բանաներ, ես այդ ժամանակ ոչ պաշտոնյա էի, ոչ մի, ընդդիմադիր, այսօր թող սպառնան, կամ այդ ժամանակով կարող են սպառնալ։ Մենք որպեսի մեր մանդատները պաշտպանենք, դիմել ենք դատարան։ Մամիկոն Ասլանյանին կալանավորել են ինչի համար։ Ինքը անգիր գիտի ինչ համար են կալանավորել։ Բայց դուք որտեղից գիտեիք, որ իրանք կալանավորելու են, որ միանք զանգեցիք։ Դե ինձ բռնել է տալիս էլի։ Ասենք կարող են հիմա քնչական մարմնից կանչեն, ասեն դու որտեղից գիտես որ իրանք կալանավորել են։ Ես երկար ժամանակ դատա իրավական համակարգում մարդ եմ պաշտպանել։ Կարամ իմանամ որոշակի աղբյուրներ ունենամ։ Ասենք որ իմանամ բաղաց ես կալանավորել են, ձեզ է կպայեմ։ Մենք հուսով ենք այս հարցազրույցից հետո ձեզ չեն կալանավորի, չեն կանչի։ Մարդկա շնորհակալ է այդ բանի համար։ Մարդկա անշնորհակալ է, գնում է այդ եթերներում պատմում է։ Որտեղ մեծ հաշվով է ինչ խոսակցություն է, դա փակ անձնական զրույց է։ Ասենք դու քեզ արած լավությունը ուր ես գնում եթերներում պատմում։ Աստված իրանց հետ։ Պարոն Մարուկյան, ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբ որ ընտրատեղամասերում 50% եւ ավել գալիս եւ ընտրում են քաղաքացիները, այդ դեպքերում քաղաքացիական պայմանագիրը չի անցնում։ Եվ նաեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ 60% բնակչության հետաքրքրված չի ընտրություններով կամ չգիտի ում ընտրի եւ չի ցանկանում գնալ ընտրատեղամաս։ Ոնց եք անելու, որ այդ հետաքրքրությունը առաջացնեք, որ մարդիկ գնան մասնակցեն ընտրություններին։ Տեսեք, մեր ընտրությունները կոչվում են մոբիլիզացիոն ընտրություններ։ Ինչ է սա նշանակում։ Եթե մասնակցում է 1.200.000 մարդ, 1.200.000, 1.300.000, դա նշանակում է, որ մասնակից քաղաքական ուժերը իրենց արշավներով, նաև այդ խնամի ծանոթ բարեկամ հնգեր աղբեր բան չէ, տեղամաս են բերում այդ օրը, այդ մոբիլիզացնում են իրանց ընտրողին։ Բայց դրան չի գումարվում են քաղաքական արշավի արդյունքում պասիվ հիասթափված, ոչ մի բանով չհետաքրքրված մարդու հետաքրքրություն առաջացնելը, որ իրան բերես տեղամաս։ Ես առաջարկում եմ դեռ, որ եթե ընդդիմադիր ուժերը այնպիսի պրոդուկտ մշակեն, որը իր մեջ կունենա ինտրիգի էֆեկտ եւ կպարունակի բացառվող պրոդուկտ, կարող է 1.600.000 մարդ էլ կանտրական տեղամաս եւ այդ параգրաֆում բացառում եմ որ իշխանությունը կարողանա վերարտադրվել։ Կստանա ձայներ լուրջ, այս չի կարող վերարտադրվել։ Այդ բացառիկ պրոդուկտը դա այն մեկ բևերով հանդես գալու իմ ասած առաջարկն է, որը չպետք է ղեկավարեն Ռոբերտ Քոչարյանը օրինակ։ Բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չի որ ինքը չղեկավարի, ինքը ուզում է չէ անպայման ինքը ղեկավարի։ Ինքը իր ուժով գնում է եւ այդ միավորման բանը չի ստացվում։ Այսինքն այդ միավորման վրա ունենում է բացասական ազդեցություն։ Քանի որ մենք հիմա չգիտենք մեր ձևով նովա առաջնորդելու։ Չեմ կարող մեր ձևով անունը տալ ես մասով, էլի։ Նենց չոր իրանց նկատմամբ բան եմ անում, ավելի մեղմ եմ լինելու։ Մեր ձևովը Պարշիով է առաջնորդում։ Բայց այս պարագայում հետեւյալն է, իրանք փետրվարի 12-ին են հայտարարել, դրա համար եմ ասում, էլի։ Այս պարագայում օրինակ եթե Քոչարյանը հայտարարեր, որ ես գիտեմ, որ ես եթե մասնակցեմ իմ դեմքով, նորից եմ պարտվելու Նիկոլ Փաշինյանին, դա արդեն եղել է մի անգամ, այն ժամանակ շատ ավելի ուժեղ են իրանք եղել, քան այսօրեն, եւ հետեւաբար ես իմ ուժը, այս ովքեր որ կան, այս խմբակցությունը, բան ովքեր որ կան, պատրաստ եմ միացնել որևէ ընդդիմադիր բևեռի, որը կառաջնորդի մարդ, որը Հայաստանում երբևէ վարչապետ, նախագահ, մինիստր չգիտեմ ինչ չի աշխատել։ Պարոն Մարուկյան, Պրոդուկտա։ Այդ կերպարին, որ ասում եք, որ պետք է առաջադրեն, դուք ունեք այդ կերպարին համապատասխանող մարդու, ասեք անունը։ Դա իմ բանն է, նախապատմությունը ես կտայի, օրինակ մարդու, որը ազգային հողի վրա է այս պահին հետապնդումների ենթարկում, օրինակ Միքայել Սրբազանը։ Նա կարող էր բոլորի համընդհանուր ընդդիմադիր դաշտի լիդերը հանդես գալ։ Բայց ինքը հրաժարվել է արդեն։ Ինքը հրաժարվել է վարչապետի պաշտոնից, ես իրան վարչապետ չեմ առաջարկում։ բայց պարոն ընդդիմադիր բևերի առաջնորդ եմ առաջարկում։ Վարչապետը մենեջերի պաշտոն է։ Ընդդիմադիր ուժերը կարող են պարլամենտական ընտրությունները հաղթել, որևէ մի տնտեսագետի նշանակել վարչապետ եւ
օրինակ մի շատ հարգված մարդու էլ, օրինակ Միքայել Սրբազանը, օրինակ Նարեկ Կարապետյանի նշանակել նախագահի պաշտոնում լիներ, օրինակ նախագահը գիտեք լիազորություններ չունի, ներկայացուցչական լիազորություններ է։ Սամարդությանն է հետևում, բայց հեղինակության վրա է կառուցված։ Մի հատ հեղինակավոր մարդ ընդե է փող զսպում, պարլամենտը ընդե է հակակշռում, եւ մի հատ մենեջեր զբաղվում է տնտեսությամբ։ Նարեկ Կարապետյանը կարող է կատարել վարչապետի դերը մենեջմենթով զբաղվի։ Ես չեմ ուզում հիմա ինչ-որ անուններ տամ վարչապետի համար, որովհետև դրանով բան կանեմ, էլի նախապատվություն կտամ։ Ըստ էության Մարդ, որը դուք որ ասեցիք մենեջեր, լավ մենեջերական փորձ ունի։ Մարդ, որը որ լավ կառավարիչ է։ Մարդ, որը որ օրինակ ոչ մեկի որևէ թիմի մեջ որևէ նախապատվություն չունի։ Դժվար է գտնել այդ նման մարդ։ Իսկ ասում եմ դժվար չի։ Պարոն Մարուկյան, Ես դուք չեմ ասեցիք ճանաչում այս մարդը։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Ես էլ կարա չեմ, թող լինի մի մարդ, որ ես չեմ ճանաչում, որ ես չեմ կարա զանգեմ իրան, տես մի հատ մարդ։ Բա ոնց են այտենց մարդու շուրջ բոլորը համախմբվելու, որ դուք չեք ճանաչում, մենք չենք ճանաչում։ Այդ մարդու շուրջ Ոնց վստահենք, որ այդ մարդու շուրջ համախմբվենք, հետո հաջողության կհասնենք ու նույն պատմությունը չի լինի։ Հիմա եկեք դուրս գանք փողոց հարցումներ անենք, տեսեք Միքայել arczepiskopos Աջապայանի ժողովուրդը ինչքան է վստահում։ 80%։ Որտեղից է այդ տվյալը։ Ես ունեմ ուսումնասիրություններ։ աղբյուրը կասեք, որ մենք Մենք հետազոտենք, ուսումնասիրություններ իրականացնում ենք։ Հարցում պատվիրեք, տեսեք։ որովհետև մենք հարցում ունենք այս թեմայով, բայց մի հատ վերադառնանք Սրբազանի մասով։ Չէ, առհասարակ քաղաքական դաշտի մասին։ Մենք այս Քաղաքական հարցին դաշտի կանդրադառնանք։ շատ եղեք։ Քաղաքական դաշտի որևէ լիդեր չի կարողանում բոլորին համախմբել, որովհետև գալստուկով մարդկանց հետ չեն համախմբվում։ Մենք այս հարցին կվերադառնանք, պարոն Մարուկյան, բայց այստեղ հստակ դիրքորոշման կարիք ունենք։ Դուք ինչքանով հաշտ կլինեք, որ Հայաստանում երկիրը ղեկավարի, ինչ որ ասվում է այդպես կարծիք կա, որ Հայաստանում երկիրը ղեկավարի Ռուսաստանում կապիտալ ունեցող առաջնորդ։ Ով ունի Ռուսաստանում կապիտալ։ Միքայել Սրբազանը։ Ոչ, խոսքը Միքայել Սրբազանի մասին չէ, Սամվել կարծիք կա։ Կարապետյանի մասին է խոսքը։ Նման խոսույթ կա քաղաքական դաշտում։ Դուք դրա հետ հաշտ կլինեք, թե չէ։ Տեսեք, ես արդեն ասացի, որ ես չգիտեմ ով է իրենց առաջնորդը։ Բայց իրանք ասում են, որ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Դե իրանց թիմի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, բայց ով է իրենց պատկերացրած ղեկավարը, ես չգիտեմ։ Ես չունեմ վախեր որևէ իմաստով, որ ինչ որ մեկը որևէ տեղ կապիտալ ունի։ Դա կլինի Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, թե բանում Կիպրոսում, էլ որտեղ ունեն կապիտալ։ Ես դե տենց վախ չունեմ, ես վախ ունեմ հետեւյալի վերաբերյալ։ Եթե իշխանությունը պետքա փոխվի, այդ իշխանությունը պետքա ունենա հակակշիռներ։ Եթե հակակշիռներ չունեցավ, հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միտեղ կապիտալ չունի, իբր թե, ասենք, Հայաստանում ունի կապիտալ։ Ռուսաստանում չունի, չէ՞ կապիտալ, մեր տվյալներով Նիկոլ Փաշինյանը։ Մենք տեստվյալ չունենք։ Ես էլ չունեմ։ Գնում ենք այն անմեղության կանխավարկածով։ Բայց ինքը ստացել է չհակակշռված իշխանություն։ Դա ինչ, այսինքն ինչ կապ ունի մարդը, որտեղ կապիտալ ունի։ Հիմա կարա մարդը միտեղ կապիտալ ունենա, բայց ունենաս պարլամենտ, որ իրան հակակշռի փող զսպի, ունենաս նախագահ, որը բերանը ջուրարած նստած չի, այլ հակակշռում է փող զսպում է։ Կապիտալը դա ինչ դեր է կատարելու։ Այդ կապիտալը կվերցնես, կբերես քո երկիր այդ պարագայում։ Այստեղ խնդիրն է, որ պրոպագանդա է, որ օրինակ տեսեք, Հայաստանում կա ռուսատիացության բարձր տոկոս։ Նրանք ովքեր ուզում են օրինակ վարկաբեկեն մեր ձևովին, որպես ուժ, այդ թեզը առաջ են բերելու, այդ թեզը առաջ են բերել։ Այդքան բան։ Հիմա իրանց էլ նրանք էլ կասեն Ախպետ ջան, դուք էլ Ադրբեջանին ու Թուրքիային եք բերում, ստե հետո։ Այդ բանավեճ չի։ Դա չեղավ բանավեճ։ Ասենք ինչի մասին է այդ բանավեճը։ Ով որտեղ ունի կապիտալ եւ ասենք դա ինչ որ բան մտ։ Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Այսինքն այդ ձեզ վախ չի ներշնչում, վախ է ներշնչում, որ մի ֆիզիկական անձ ինձ կապիտալ ունի։ Բայց վերջին տարիներին արտահանման ու ներմուծման տվյալները տոկոսները նվազել են Ռուսաստանի բարը։ Այո, բայց մեկը առաջի տեղում են իրան, որ նվազել են ինչ։ Նվազել են ի վնաս։ Բայց այդ չեղավ ամբողջությամբ։ Գերակշռող չի էլի, այո։ Դա չի, դա ուշադիր չէ։ Երբ որ այդ տոկոսը եղել է օրինակ, հիմա ես տնտեսական տեղ ես որքան հիշում եմ վերջի տվյալը 14 միլիարդ դոլարն է առևտրաշրջանառությունը, որքան հիշում եմ։ Հիմա ասում են դա, այսինքն լավագույն տվյալը։ Հիմա ասում են դա կրճատվել է, ձերասասն եմ ասում։ Որ դա կրճատվել է, հարգարժան, դա չի, դրա փոխարեն դու Ամերիկայի հետ չես այդ առևտուրը ավելացրել։ Դրա փոխարեն դու
Ում ասեմ, լավ, Թուրքիայի հետ չես առևտուրը ավելացրել, Իրանի հետ չես, ուղղակի նվազել առևտուրը, դու վсё։ Վատ ա եղել քո համար։ Դու չես դիվերսիֆիկացրել։ Այն տպավորությունն որ կրճատվել է ուրիշ տեղից է եկե, ոչ, ես ձեզ եկել եմ ստեղ տեղեկացնեմ, որ ոչ։ Ուղղակի կրճատվել է։ Տեղի կրճատվել 1000-ի պատճառ կան դեղ։ Ոսկու առևտրի բանկա, որը կանգնել է, մեքենաների առևտրի բանկա, որը կանգնել է, որ մեքենաներ էին բերում տանում, բան չէ։ Այդ իմաստով, որ դրա տեղը դու ուրիշ որևէ բան չես լցրել, այդ վակուումը ոնց կա, այդ վակուումը մնացել է։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից արված վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ եթե մոտակա կիրակի լինեն ընտրություններ, 28%-ը չի քվեարկի։ 22%-ը հրաժարվում է պատասխանել։ 22? Հա, 22%-ը հրաժարվում է պատասխանել։ Ոնց եք պատկերացնում, այս մարդկանց ոնց եք մոբիլիզացնելու։ Գիտեք, պետք է ես կարծում եմ այնպիսի առաջարկ ներկայացնել, որը տարբերվում է մյուս բոլորի առաջարկներից, կոնկրետ մեր մասով եմ ասում։ Այսինքն եթե չկա այդ ընդդիմադիր մեծ բևեռը, որը ինտրիգա մտցնում, որը բոլորին հանում է տներից բերում այդ ինտրիգով ընտրական տեղամաս, մնում է բոլոր ուժերի առանձին էշելոնավորված այսպես կոչված մասնակցություն, չէ՞։ Այդ պարագայում ամեն ուժ ինքը իր քարոզությամբ պետք է իր ընտրողին գտնի մեկ եւ բերի։ Որտեղ դու կարող ընտրողներ ունես, բայց դեռ մեծ հարց է կոնտրոլները դուրս են գալու այդ առավոտյան կան տեղամաս քեզ ընտրեն թե ոչ։ Պետք է կարողանաս դրանց հետ աշխատանք տալ, մարդկանց հետ աշխատանք։ Բայց նախորդ ընտրություններին դուք 1.2% էիք հավաքել։ Չկա այդ մտահոգությունը, որ այս ընտրություններին եւս չեք կարողանա այդ շեմը հաղթահարել։ Մենք նախորդ իրավիճակից ավելի լավ վիճակում ենք գտնում, բացատրեմ թե ինչու։ Նախ երկու բևեր չկա հիմա, որը բոլոր ձեները sense կիս են։ Այն ժամանակ ինչա տեղ ունեցել, բևերացում ա եղել Նիկոլ Փաշինյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Եվ ձայները գնացել է բոլոր ուժերը, որոնք մեջտեղում են, բոլորը մնացել են բարյերի տակ։ Ես չէ որ մենակ մենք ենք մնացել, ԲՀԿ-ն, սաղ մնացել են բարյերի տակ։ Հիմա հնարավոր է ավելի բազմազան քվեարկություն տեղի ունենա, ոչ թե բևերացված, եւ այդ պարագայում, եթե մենք ունենք հիմա 1.5-2% ձայն, որոշակի հարցումներով, մեկնարկային ձայն ասա, քարոզարշավի ձայն չի, մեկնարկային է։ Մենք ոչ մի բան դեռ չենք արել։ Որ սկսենք քարոզարշավը, հնարավոր է 3-4-5% էլ այդ երկուսի վրա դու բերես գումար ես։ Դա կախված է քո քարոզարշավից։ Ու քարոզարշավը մեծ բան է փոխում։ Շատ ուժեր կմտնեն քարոզարշավի մեջ 10%-ով, դուրս կգան 3%-ով։ Շատ ուժեր կմտնեն քարոզարշավի մեջ 1%-ով, դուրս կգան 7%-ով։ Քարոզարշավը շատ բան է որոշելու։ Դրա համար մտավախություն չկա, միշտ կա մտավախություն։ Իսկ կներեք, ինչ պետք է անի քաղաքական միավորը, որը որ աշխատում է գաղափարներ ծրագրեր է գեներացնում։ Քաղաքական միավորի գործը հո այն չի, որ ինքը անպայման ընտրություններում պետք է մասնակցի եւ այդ ընտրությունները միշտ հաղթի։ Քաղաքական միավորի գործն այն է, որ ինքը ժողովրդին պետք է ներկայացնի միշտ իր մոտեցումները, իր գաղափարները, իր պրոդուկտը։ Լավ կներկայացնի, տեղ կհասցնի, ժողովուրդը կգնի այդ պրոդուկտը, այսինքն կգնա ընտրական տեղամաս քվերքի իրենց օգտին։ Լավ չի ներկայացնի, սխալներ թույլ կտա, ջանասիրություն չի ցուցաբերի, վատ կաշխատի, ժողովուրդն էլ չի գնա, չի քվերքի, այդ ուժն էլ չի ստանա այդ անգամ այդ ձայները։ Հեսա։ Այդտեղ ոչ գիտեք որ պարլամենտում լինելուն կա մեջ կա բան մեծ իբր եսի ինչ ոչ էլ այդ պարլամենտում չլինելու մեջ կա մեծ տրագեդիա էլի process Պարոն Մարուկյան ով գիտի ես պարլամենտը որ ձեւի քանի տարի է լինելու ըստ օրենքի 5 ըստ օրենքի 5 դե կապենք տեսնենք Պարոն Մարուկյան մարդկանց ընտրությունների բերելու ու համակարգը փոխելու մասին մի շարժում է սկսվել, որը վերջերս կուսակցություն դարավ բոլորին դեմ եմ։ Իրանց մասին ինչ կարծիք ունեք, ինչ վերաբերմունք ունեք, որովհետև ըստ էության իրենք խոսում են համակարգը բարեփոխելու, որպեսզի իրանց իշխանությունից հետո դուք եւս հնարավորություն ունենաք ընտրություններում ներգրավվածություն ունենաք, մանդատ ունենաք ու իրանք բարեփոխեն այդ ընտրական համակարգը։ Հիմնական առաջարկները հանդիսանում են նրանում, որ այդ կայուն մեծամասնությունը վերացնեն, շեմը իջեցնեն մինչև 1% եւ ավելացնեն քվեաթերթիկում բոլորին դեմ եմ տարբերակ։ Որպեսզի քիչ տոկոս հավաքած ուժերը նույնպես լինեն պարլամենտում ու ընդդիմությունը տարբեր թևեր ունենա։ Ոնց է։ Ճանաչում եմ որոշ մարդկանց, ովքեր որ այնտեղ կան։ Ես գիտեմ, որ իրանք քաղաքական թրոլինգով են զբաղված, այսինքն իրենք այս լուրջ Հայաստանի համար ճակատագրական ժամանակաշրջանում զբաղված են մի բանով, որը թրոլինգ է,
որը բազմաթիվ մարդկանց կարող է շեղել, մոլորեցնել եւ բազմաթիվ ձայներ ուղղորդել ոչ մի տեղ։ Նախ գոյություն ունի բոլորին դեմ եմ կոնցեպտ, որովհետեւ այդտեղ ներգրաված մարդիկ տարբեր քաղաքական ուժերից են եղել։ Հետեւաբար իրենք նաեւ այն բոլորն են, ում որ իրենք դեմ են։ Ոնց որ ես հիմա դուրս գամ Լուսարայաստանից, գնամ բոլորին ասեմ բոլորը վատն են, բոլորին դեմ են, բայց ես այդ բոլորի մեջ եմ եղել։ Բայց այս մարդիկ ասում են հակակուսակցություն է, Ինչ են? հակակուսակցություն, ոչ ավանդական իրանք կուսակցություն։ ավանդական ուժերի մեջ եղել են բոլոր այդ մարդիկ։ Բայց հիմա ասում են Բայց բոլորը իրանք չեն ասում, որ գանք Հերթականությամբ կառավարություն ասում են։ ձևավորենք, իրանք ասում են գանք 100 օրում բարեփոխումներ անենք, հրաժարական տանք ու նոր ընտրություններ Ուրեմն լինեն։ իրենց ասած որևէ բան doable չի։ Հետեւաբար իրենք բողոքական ձայնը ուզում են վերցնեն, մի ինքով դառնան падգամավոր։ Ոչ մի ուրիշ բան չկա։ Բայց կարելի է չէ ազնիվ լինել, մարդկանց ասենք չխաբել։ Նախ կայուն մեծամասնության ինստիտուտը այլևս վերածված է սահմանադրական խորհուրդը որոշում է ընդունել, որ սահմանադրության տեքստի մեջ այն ներառվելու է եւ այդ ինստիտուտը չկա։ Այդ մի կետը դուրս եկավ։ Պարոն Մարուկյան, բայց սահմանադրական փոփոխությունները միջև ընտրություններ չեն լինելու, չէ՞։ Բայց իրանք էլ մինչև ընտրություններ չեն կարող, սահմանադրական փոփոխություններով պետք է կայուն մեծամասնությունը հանվի, չէ՞։ Չէ՞։ Իրենք ասում են, որ Արդեն այդ որոշումը կա։ փոփոխություններ են անելու, ոչ թե Որտեղ? սահմանադրական։ Ինչ են ասում իրանք։ Իրենք ասում են, որ օրենսդրական փոփոխություններ են Բայց եթե լինելու հարցը 100 օրվա սահմանությամբ ընթացքում։ սահմանված օրենսդրական ո՞նց են անում։ Չէ, այստեղ խոսքը Նայեք, վերաբերում է կայուն նրան, մեծամասնության ինստիտուտը թողեք ասեմ, որ մաս այս եթե կարևոր որ մարդիկ իմանան ինչա կատարում։ Կայուն մեծամասնության ինստիտուտը ամրագրված է սահմանադրության մեջ։ Որպեսի այն հանես, պետք է սահմանությունը փոխես։ Այսօրվա սահմանադրական խորհուրդը որոշել է, որ այդ դրույթը դուրս է գալու։ 2031 թվականից չի լինելու այդ դրույթը։ Իրենք որ գան իշխանության, պետք է անեն սահմանադրական հանրաքվե, ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանն էլ անելու սահմանադրական հանրաքվե 26 ընտրություններից հետո։ Եվ այդ հանրաքվեում դնելու է այդ դրույթը հանի։ Արդեն ասում եմ տեքստում մտցված, այդ մի կետը դուրս է գալու։ Հաջորդ կետը 1% ընտրական բարիեր են ուզում սահմանը, չէ՞։ Պարոն Մարուկյան, բայց մինչև դրան անցնել վստահ եք, Դե որ հարցը այդ տվել եք սահմանադրական փոփոխությունները կլինեն մինչև հաջորդ Իսկ իրանք ոստային որ իրանք կանան, է։ Նայեք, զերո քաղաքական պատասխանատվության բան է։ Մարդիկ ասում են, հիմա հիմնադրում ենք Եթե Նիկոլ կուսակցություն, Փաշինյանը որը հետո լուծարելու կանի է։ այդ փոփոխությունները ըստ Ես չգիտեմ, ես գիտեմ, որ ես 2015 թվականից եւ իմ նման էլի մարդիկ պայքարել են այս համալության դեմ։ Եվ այսօրվա խոսացող մարդիկ ոչ մի բան չեն արել դրա համար, չեն աջակցել ոչ մի բանով։ Եվ եթե մենք գանք իշխանության կամ որևէ դաշինքի մեջ լինենք իշխանական, որը նոր ձևավորվի 26 թվականին, մենք շարունակելու ենք մեր ծրագիրն առայն, որ այս համահադրությունը, որ ասում են Սերժի Կոստյուն դրա վերնագիրը այս տղեն ա տվել։ Ես եմ այդ ձևակերպումը տվել։ Այդ ձևակերպումը իրանք օգտագործում են բոլորը, հեղինակային իրավունքներ կան։ Պետք է ասեն, որ Էդմոն Մարուկյանն է դա ասել։ Այդ կոստյումը, որ ես ամբիոնից հանես ես պատտել եմ, բոլորը դեպի տեսել եք այդ վիդեոն կա, մենք պետքա փոխենք։ Իրանք այդտեղ նոր հեծանիվ չեն հորինել։ Իրանք ուղղակի բողոքական ձայն ուզում են վերցնեն, բոլորին դեմ է, չէ։ Սաղ վատն են, սաղ տականք են, բոլորը վատն, այո։ Դարի մեզ ընտրի մենք դառնանք падգամավոր։ Ընդ որում, երբ որ իրանք դառնան падգամավոր, իրանք ասեն մենք լուծարելու ենք կուսակցությունը։ Այսինքն քաղաքական պատասխանատվության ինստիտուտը լիբերալ դեմոկրատիայի ինստիտուտ կուսակցությունը, որը հիմնում են այսօր, լուծարելու են ընտրվելուց հետո։ Այսինքն այդ մարդիկ ուզում են ուղղակի դառնան падգամավոր։ Հետո այնտեղ կասեն մենք ներկայացրեցինք այս 100 օրում չեղավ, դե չեղավ, հիմա 5 տարի падգամավոր կաշխատենք։ Այսինքն կարելի ավելի ազնիվ լինել, կուսակցություն ստեղծել, էլի ստեղծել կուսակցություն, բայց մարդկանց չմոլորեցնել այդ բոլորին դեմ։ Մյուս բանը, քվեաթերթիկում ուզում են լինի բոլորին դեմը կետը, չէ՞։ Ինչի համար է այդ կետը։ Ընտրողի անպատասխանատվության, որ ընտրողը գնա տեղամաս, հասնի տեղամաս, ոչ մեկին իր ձայնը չտա։ Այսինքն այդ մարդը 5 տարին մեկ կառավարման իրավունք է ստացել, մի ձայնով 5 տարին մեկ, քո մի ձայնով երկրի կառավարմանը պետք է մասնակցես։ Դու գնում ես ասում ես բոլորին դեմ եմ, այ քեզ բան։ Բայց դա Այսինքն դու չես ուզում կառավարես, չես ուզում, դե նայեք, հիմա ընտրական տեղամաս չգնացած ցանկացած մարդ բոլորին դեմն է, էլի։ Քվեաթերթիկով այդ ձայնը ոչ միտեղ չի հասնում։ Ոչ մի ծրագրի չի աջակցում։ Երկրի կառավարման քո քվեն փոշիացնում ես։ Կտրտում ես թափում, քվեաթերթիկ ոնց որ դնես բանի շրեդերի մեջ, շրեդերը գիտես, չէ՞ ինչա։ Այն սարքը որ կար թուղթը կտրտում է։ Այսինքն ինչի համար է այդ բոլորին դեմը։ Այսինքն այդ եկա քաղաքական ներկապնակը, այնտեղ մարդիկ կան քաղաքացու որոշում կուսակցությունից են եղել, այլ մարդիկ կան ԿՊ-ից են եղել, այլ մարդիկ կան ուրիշ կուսակցություններից են եղել։
Այդ ում են իրանք դեմ, այսինքն իրանք իրանք ստեղծած Պարոն կուսակցություններին դեմ են։ Մարուկյան, ամեն դեպքում, եթե 2026-ի խորհրդարանական ընտրություններին չանցնեք Լուսավոր Հայաստանում, կարող give up անեք։ Ինչը գիվափան։ Էլ չմասնակցեք ընտրություններին։ Դուրս գաք քաղաքականությունից։ Ես իրավաբան եմ, փաստաբան եմ։ Ես միջազգային իրավունքի մասնագետ եմ։ Ես նաև բանակցությունների մասնագետ եմ արդեն։ Երկար Հարվարդի իմ վկայականը ստանալուց հետո։ Ես բացի այն, որ քաղաքականության մեջ կամ, ես նաև ունեմ իմ անձնական կյանք, ես իմ կյանքով ապրում եմ։ Ես չունեմ այդ ես իմ պետությունում ապրելու մասին է քաղաքականությունը։ Այսինքն, եթե ինձ հարցնեք, դու կարող ես give up անես եւ օքեյ լինես, որ ադրբեջանցիները գանես երկիրը վերցնեն չլինի էլ Հայաստան, չէ, ես give up չեմ անելու։ Եթե այդ եք հարցնում, չէ, ես give up չեմ անելու։ Այսինքն կլինեմ իրավաբան դատարաններում Հայաստանի շահերը պաշտպանող թե քաղաքական գործիչ, մեկը Հայաստանում այսօր, եթե 5 մարդ կա, որը քաղաքական միտք է ձևավորում, քաղաքական product, մեկը ես եմ։ Ես դա լավ գիտեմ։ Ես դա կշարունակեմ անել պարլամենտում, պարլամենտից դուրս, որպես փաստաբան, որպես բանակցային գործընթացի մասնագետ կամ դասախոս, կյանքը ցույց կտա դա բացարձակապես էական չի։ Էականն է նա, որ դու քո արժեքները շարունակես պաշտպանել։ Իսկ Չերչիլը ասել է never give up։ Լավ, անցնենք երիտասարդների թեմայով հարցերին։ Պարոն Մարուկյան, մեր սերունդը հետաքրքրված չէ այս ընտրական process-ներով, քաղաքականությամբ։ Օրինակ դուք ինչ քայլեր եք ձեռնարկելու մեր սերնդի հետաքրքրությունը բարձրացնելու համար։ Գիտեք, ես մեր երիտասարդական միությանը հանձնարարել եմ, որ իրենք ուսումնասիրեն, թե ինչ մեթոդներով մենք մեր խոսքը տեղ հասցնենք։ Տեսեք, մարդը, որը նստում է նայում է մեզ, ինձ, Դավիթ Խաչակյանին, մեր մյուս գործիչներին, եթե նստում է նայում է, ինքը սկսում է դրական կողմ բռնել։ Չեմ ասում գալիս է դիմը գրում է դառնում է Լուսավոր Հայաստանի անդամ, բայց սկսում է համակիր դառնալ, լավ կարճ։ Բայց ոնց անենք, որ ինքը նստի նայի։ Այդ մատուցման ձևը, խողովակը, դու TikTok-ով դա ասես, թե Instagram-ով, ոնց այդ մատուցման ձևը տաս, սրա շուրջ բավականին ուսումնասիրություններ կան, բանավեճեր կան, գտնենք ձևը, մեր խոսքը հասցնենք տեղ։ Եվ այդ խոսքը կարող է ես չհասցնեմ։ Կարող է նույն խոսքը, ինչ որ ես որ ասում եմ, դա երիտասարդը անի իր պլատֆորմներում։ Բայց քաղաքական գեներացված մեր միտքը հասցնենք տեղ։ Մեր կառավարման խորհրդի գեներացած որևէ policy, որևէ քաղաքականություն, չէ, մշակի, որ երիտասարդը դա ներկայացնի։ Մարդուն բացատրի, թե ինչ է իրան սպասվում։ Եթե սենս լինի եւ ինքը կարա նենցանի, որ դա չլինի։ Կարա կանխի ինչ որ բան, կարա նենցանի ավելի լավ ապրի, կարա նենցանի ավելի ապահով լինի։ Թատրոնները լավ են, բարելավ են։ Վերջին հաշվով թատրոնները կարևոր է բարելավ են։ Պարոն Մարուկյան, մենք հարցումներ ենք անցկացնում երիտասարդների շրջանում, որ մենք էլ հավաքագրենք, հասկանանք, թե իրենց ինչ խնդիրներ են հուզում ու նաև հարցնում ենք քաղաքական գործիչներին, ովքեր որ մեզ հյուր են գալիս, որպեսզի տեսնենք, թե իրենք այդ խնդիրների լուծումը ոնց են պատկերացնում կամ ինչ առաջարկներ ունեն, եթե գան իշխանության ինչ փոփոխություններ են անելու։ Ես դες կարդամ, դուք կարճ, բայց բովանդակային փորձեք պատասխանել, թե ոնց եք այդ խնդրի լուծումը պատկերացնում։ Երիտասարդները բողոքում են այն խնդրից, որ միջին ու ցածր օղակներում առավելապես կարծրացած փոփոխությունների անպատրաստ մարդիկ են։ Ոնց է այդ Համաձայն եմ, որովհետեւ բյուրոկրատիան Հայաստանում, այսինքն չինովնիկները, այդ քառակուսի մտածող շատ բարերներ կան, որոնք պետք է հաղթահարել։ Երկու ճանապարհ կա, կամ նրանց ազատել այդ աշխատանքներից, այդ կարծրացած, կամ նրանց փոխել տարբեր դասընթացներ անցկացնելով, վերապատրաստելով։ Երկու ճանապարհն էլ իմ համար ընդունելի են։ Բայց ումով եք փոխելու այդ մարդկանց, եթե նոր կադրեր չկան, այսինքն։ Կան, ոչ չկան։ Այս երկրում գնա գալիս եմ, շատ նոր կադրեր կան։ Դրսում սովորած, այստեղ սովորած, շատ։ Ովքեր որ ասում են նոր կադրեր չկան, օրինակ վարչապետ անդադ է ասում, գիտեք ինչի է ասում։ Որտեւ ինքը անդադ ուզում է իր թիմից մարդ դնի ինչ որ պաշտոնների, բայց այդ մարդը դիպլոմ չունի։ Որ քանի թիմակից նման խնդիր ունեցավ։ Վերջը հեծը վերցրեցին, ինչքան անդիպլոմ մարդ ունեն, հերցում գործի են ընդունել։ Որտեվ նախարարություններում չէին կանոն ընդունել, որտեվ օրենքներ կա խանգարում էր։ Եվ որ ասում են մասնագետ չկա, իրականություն չի դա, լիքը մասնագետ կա։ Իրանք ուզում են իրանց լոյալ մասնագետ,
իրանց լայքող մասնագետ, իրանց հետ կեղծ պատարակի գնացող մասնագետ։ Այդպես մասնագետ քաղաք չկա։ Okay։ Լավ, իսկ ինչ կասեք նրա մասին, որ չունենք վստահելի ու թափանցիկ բանկային համակարգ։ Ուրեմն ես ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության աղքատ միջին խավի մարդկանց աջակցությամբ։ Աղքատ եւ միջին խավ։ Էլիտաներով չի եկել ինքը իշխանության, ֆիքսենք էսի։ Գյուղացիների բանը այսօր այս իշխանությունը ծառայում է միայն ֆինանսա-բանկային համակարգի։ Բոլոր օրենքները, բոլոր իրավակարգավորումները, որ 8 տարի անում են, միայն իօքուտ աշխատում է ֆինանսա-բանկային համակարգի։ Մի կողմից է սա, եւ բանկերը Հայաստանում գերշահույթներ են ապահովել վերջին տարիներին։ Գոնե սոցիալական որոշակի ծրագրերն են, փողը մի քիչ հետ տան ժողովրդին, նկատի սոցիալական ծրագրերով։ Եվ մյուսն այն է, որ բանկային համակարգը թափանցիկ է, բայց թափանցիկ է իշխանության համար։ Այսօր Հայաստանում բանկային գաղտնիք գոյություն չունի, որը կար նախկինների օրոք։ Լավ բան է, կար։ Նախկինները վախենում էին միջազգային կառույցներից նման խախտումներ անելու։ Այս իշխանությունը չունի տենց վախ։ Այսօր բանկային գաղտնիք գոյություն չունի։ Իշխանությունը sense նստած, տպած, sense թղթերով նայում, ում հաշվին ինչքան փող կա, ինչ կա։ Եվ դա տեսնելով, ի՞նչ է ուզում անի։ Ուզում է մտցնել համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը, որ բոլոր արտերկրից փող ստացող մարդկանց փողերը բերցնի, մոնիտորինգի տակ, հետո ասի արի հարկ։ Մենք էլ ենք հասկանում, պարոն Մարուկյան։ Այդ խնդրումը մենք էլ ենք հասկանում, ինչ լուծում եք առաջարկում։ Մենք բանկային գաղտնիքը բնականաբար վերականգնելու ենք։ Դա ֆունդամենտալ, մարդու ֆունդամենտալ իրավունք է։ Դա կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Դավակի բանա, խեղաթյուրում է, որ դրա տակ իրենց խնդիրներն են ուզում լուծեն եւ լուծում են։ Եվ դրան գումարած նաեւ չի կարող նման աղքատ երկրում այդքան բարձի թողի իրավիճակ լինել ֆինանսա-բանկային համակարգի պարագայում, որ ասենք ինչ ուզենան անեն։ Մենք այսօր դեպքեր ունենք բանկերում, որ մարդկանց վրա վարկեր են գրում, այդ մարդը հետագայում է իմանում, որ ինքը վարկ է վերցրել, բայց իրա թղթերով են վերցրել, ինքը չի իմացել։ Եվ բանկը վարկը չի սարեցնում, բան ոչ իման չի անում։ Ասում է դու գնա դիմի դատարան։ Դու բանկ ես, դու պետք է կանխարգել էիր դա, ասենք քաղաքացին պետք է գնի ոստիկանության դռները, քննչական կոմիտեների, դատարանների, որ ինքը իր շահը պաշտպանի։ Այն դեպքում, որ դու իր identity-ն օգտագործելով ուրիշին փող ես տվել, այդ փողը ուզում ես իրանից գանձես։ Ոնց։ Շատ լավ, վերադառնալով ձեր գործունեությանը, 2020 թվականին պատերազմի ժամանակ դուք գնացել եք եւ շրջել եք, հետո հետ եք եկել ու երկար ժամանակ չէիք նշում, որ թե ինչ է կատարվել այնտեղ, բայց երբ որ նոյեմբերի 9-ի փաստուղթը ստորագրվեց, դուք բարձրացաք ամբիոնից հայտարարեցիք, որ միայն մեզ չեն խաբել, ձեզ են խաբել, այստեղ հակասությունը առաջանում, որովհետեւ դուք ասում եք, որ գնացել եք, տեղեկ եք ամեն ինչից, բայց համել ամբիոնից հայտարարում եք, որ ձեզ են խաբել։ Ի վերջո, եթե գիտեք ճշմարտությունը, որտեղ են ձեզ խաբել։ Ուրեմն տեղ երկու բան եք դուք խառնում, ես որ ասում եմ մեզ էլ են խաբել, նկատի ունեմ, որ 20 թվականի հունվար ամսին մենք հասկանալով, որ անվտանգային իրավիճակը սրվելու է, պարլամենտական մեր խմբակցությունով որոշում ենք ընդունում, որ մենք սկսում ենք անվտանգային սեկտորի մոնիտորինգ, որը փակ է։ Հրավիրում ենք խմբակցություն անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության նախարարին, ազգային անվտանգության ծառայության պետին, գլխավոր շտաբի ղեկավարին եւ փակ քննարկումներ ենք ունենում, որ երկիրը պատրաստ է պատերազմի։ Ինչ զենքեր ունես առած, ինչ միջոցներ ես ձեռնարկում, ինչ հետախուզական տվյալներ ունենք։ Արդյոք մենք պատրաստվում ենք սպասվող խժդժություններին, որտեղ այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության, չեմ ուզում այդ մարդու անունը ասեմ, YouTube-ը փակում է։ Կարևոր մարդու են սպանում, պայթեցնում հունվար ամիս։ Եվ ռեգիոնը խառնվել էր ահավոր։ Բայց նաեւ Ղարաբաղյան ֆրոնտում արդեն բարձ էր, որ իրավիճակը սրվելու է։ Եվ մեծ զեկուցում են, մենք падգամավորներ ենք, չէ՞, ֆրակցիա, պարլամենտական երկիր ասա ֆիքսենք։ Մեծ զեկուցում են անվտանգության քարտուղարը, պաշտպանության նախարարը, որ եթե հանկարծ կռիվ եղնի, փոշի ենք սարքելու։ Մոխիր։ Այնտեղ քննարկում ենք այդ հայտնի սուերի պատմությունը, որ մեր տեղեկություններով դուք սխալ գնում եք արել, չպետք է էս անենք, այն բան, այդ արսնակ։ Բայց ասեք, այնպես են ներկայացնում իրավիճակը, որ հարցեր կար, որ ես հետո մտածեցի, որ գնացին, մտածեցի, որ ինչ ամոթ էր էլի, ինչ ոնց կարելի է մենք մեր կասկածի տակ դնել մեր
ազգային ինստիտուտները ասենց հարցեր տալ այս մարդկանց բան, դե ամեն դեպքում, որտեղ որևէ մեկը ոչ մի նախարար, ոչ մի падգամավոր բան ինքը չգնում զենքի պահեստները, ստուգում բաները նայում այնտեղ կրակում երկու հատ է բան, կամ սուն նստում բարձրանում մոտ տենալը, բան աշխատում այդ սուն, բան ռակետները տեղում է թե չէ։ Որոշակի տեղեկություններ էի հավաքել, օրինակ, որ սուերը չունեն համապատասխան այդ բաները։ Զինամթերք։ Եվ այդ հարցերը տվեցի նախարարին, որ ես տեղեկություններ ունեմ, որ չունենք։ Օդ եք բարձրացնում ամեն տոնին պատտում ասում Հայաստանի օդային տարածքը հսկում են, բան չէ, ասում հրապարակ է մտնում, բայց ասում, բա ուր է այդ բանը, մի անհանգստացեք, ամեն ինչ կազմակերպված է, ուղղակի բան, մի անհանգստացեք, ամեն ինչ ընտիր է, այս մի հատվածն է, որ խաբել են բոլորին։ Մյուս հատվածը, դա պատերազմին է վերաբերվում, որ պատերազմի ժամանակ, հիշում եք, որ բոլորս ասում ենք, բան է, ամբողջ եթերներով բանով, գնում էր, որ հաղթում ենք, ես դա իմ համար արձանագրել եմ, որ խնդիր ունենք եւ չենք հաղթելու, երբ որ գնում եմ Լեռնային Ղարաբաղ, եւ ես միայնակ չեմ գնում, ինձ հետ, ասենք ես գնում եմ ԱԺ պատվիրակությամբ, ինձ հետ իմ թիմից падգամավոր կար, ԱԺ նախագահն է այնտեղ, եւ մենք գնում ենք Արայիկ Հարությունյանի կոչի օրը, Արայիկ Հարությունյանը կոչ է անում բոլոր հայ մարդկանց, կապ չունի, ով ինչ ստատուս ունի, գալ Արցախ զենք ստանալ եւ միանալ պատերազմին։ Եվ մենք զենք ենք ստանում, որ միանանք պատերազմին։ Եվ այնտեղի պարլամենտի մեր գործընկերները մեզ ասում են, որ եղբայր մենք ավտոմատով 5 հոգի կամ 3 հոգի ավել պակաս կրակողի խնդիր չունենք։ Պրոբլեմն ուրիշ տեղ է, այս պրոբլեմը ուրիշ է։ Այստեղ սա ավտոմատիկ կռիվ չի, եղբայր։ Եվ այստեղ քաղաքական, դիվանագիտական աշխատանքի բան կա անելու։ Պետք է գնալ եւ վարչապետի հետ խոսել, որ այդ գնա սկսի բանակցություններ, այլապես կատաստրոֆա է լինելու։ Իսկ դա գիտեք աղաբսի քանիստ, այսինքն բոլոր նրանք ովքեր այնտեղ գեներալներ, նախարարներ, падգամավորներ, բոլոր նրանք ովքեր պատասխանատու են հաղթելու ենքի համար, ասում են դուր ես եկել։ Հետ դու կարևոր մարդես հետ գնա, շուտ արա գնա Նիկոլի մտես, խոսացեք, արագացրեք, ախպեր, չի լինել, կոտորած է։ Անհնար է։ Չի կարա լինի։ Իսկ ինչի հանրային բայց ավտոմատով եկել են, ինչ է։ Ինչի հանրային դաշտում չեք կոմունիկացնում։ Հանրությունը տեղյակ չէ, որովհետև ռազմական դրության մասին օրենքի համաձայն տեղեկություններ կարող են տրամադրվել ժողովրդին միայն պաշտոնական տեղեկությունները։ Սա մեկ, երկրորդը։ Հանրային այդ տեղեկությունները ժողովրդին տալը նշանակում է բանակին թիկունքից խփել։ Այսինքն դուք մտածում եք, որ որևէ մեկը պատերազմի ժամանակ, երբ որ զինվորը որևէ դիրքում կանգնած կռվում է, падգամավորները դուրս գան, ասեն բանա, ժողովուրդ ջան, կոտորվում են, պետքա բան անել, հանձնվել կամ չեմ, կռիվը կանգնացնել կամ չգիտեմ ինչ, այդ բաները արվել են բանակցային դաշտում, падգամավորների գաղտնի կառավարության հարաբերությունների շփումներում։ Ես հետ եմ եկել, ԱԺ ամբիոնից ելույթ եմ ունեցել, հնարավորինս որ չխախտեմ կանոնները, որ ես եկել եմ Արցախից, այո, մեր բանակը կռվում է, կարող նայեք դել։ Բայց արհավիրքը դատարեցնելու համար դա կարևոր չէ, պարոն Մանուկյան։ Արհավիրքը ժողովուրդը չի դատարեցնում։ Արհավիրքը դատարեցնում է ղեկավարը, ղեկավարությունը, ժողովուրդը չկար արհավիրք դատարեցնի։ Բայց դու էլ եք ըստ էության այդ թեզը առաջ տարել, որ ժողովուրդ ջան հաղթում է։ Ես չեմ ասել ոչ մտեղ ժողովուրդ ջան հաղթելու ենք։ Ես Արցախ գնալուց որ ասեցիք բանակը ուժեղ է եւ այլն դե։ Չէ, նկատի ունեմ, այո, մենք մեր տղաների հետ չեմ կամ ելույթը նայեմ բացարձակապես այդ գծի մեջ չեմ, որտեվ այն ինչ որ տեսել եմ Ղարաբաղում այդ հետ գալուց հետո ասում ոնց պետք է գայ ասեի ժողովուրդ ջան հաղթում ենք բան։ Պատկերացրեք ընկերոջս պատմում եմ, ինչ շատ հարազատ ընկերոջ։ Գնում ենք սրճարան, իրան ասում եմ, որ վիճակը ծանր է, պետք է ճանապարհներ գտնել, հիմա ես խնդրել եմ, որ անպայման վարչապետի հետ հանդիպում կազմակերպվի, պետք է ճանապարհ գտնել, որ կռիվը դադարեցվի եւ գնալ բանակցային գործընթացի, որովհետեւ այն ինչ որ մենք գիտեինք մինչեւ կռիվը մեր բանակի մասին, մեր ունեցվածքի եւ մեր պատրաստակամության եւ նրանց եւ այն ինչ որ հիմա կատարվում է, բացարձակապես այլ աշխարհը իրար հետ կապ չունի։ Բոլորս խաբված ենք, այդ ընկերս այդ պահին ինձանից նեղացավ եւ մինչեւ նոյեմբերի 9-ը չի զանգել, չենք շփվել, նեղացավ ինձանից։ Ինչու՞։ Որտեւ ինքը սպառում էր լուրերի նյութերը եւ ասում էր, ասա որ պետք է հաղթենք։ Դու ասում ես, ինձ ասես դու օպոզիցիա ես դրա համար ես sense խոսում։ Դա անձնական խոսակցություն եմ ես պատմում էլի։ Այսինքն այդ պետական քարոզչությունը
պրոպագանդան, որ մենք այսքան Ադրբեջանից բան խփինք բան, դա տեղեկատվական պատերազմի գործիք է։ Դա չի կարելի դա խաթարել։ Բայց երբ որ պետական քարոզչությունը ու որոշում կայացնողների ուղեղները նույն վիճակում են, այդտեղ խնդրեմ է։ Այդտեղ խնդրեմ կա։ Եվ ես եթե չեմ սխալվում հոկտեմբերի 6-ին պահանջում եմ ԱԺ խորհրդին իսկ գումարել, փակ։ ԱԺ խորհրդի մեջ մտնում են ԱԺ նախագահությունը եւ այդտեղ հրավիրել վարչապետին։ Եվ գալիս է վարչապետը ամսի 11-ին։ Այդ օրը Զորաբ Մնացականյանը կնքում է առաջի հրադադարը։ Այսինքն մենք բան ենք անում, որ պետք է հրադադար կնքվի եւ հրադադարը չի պահվում։ Եվ այդ քննարկումների մասին ես խոսել եմ, որ վարչապետին ուղիղ հարցնում եմ, որ որն է քո պլանը, ինչ պլան ունես, հենց հիմա ասա։ Եվ ընդ որում ես այդտեղ պատմում եմ, որ SSS տարածքներն արդեն մերը չեն, ԿՊ-ի падգամավորները զարմանում են, որտեղ իրանք է տեղեկություն չունեին։ ԿՊ-ի падգամավորները մարդիկ ծեցերից են ասում, ինչի չես խոսում։ Ինչի չես ասում։ Հետո վարչապետը գացա եւ հաստատում է իմ տեղեկությունը, որ այո, այս բանը չկա, այլևս այդտեղ մարտեր են գնում, այդտեղ էս խնդիրն է, անդեղ սենց է, անդեն էս է։ Այսինքն այդ նոյեմբերի 9-ի մասով մեր առաջի ռեակցիաները բնականաբար էմոցիոնալ, շատ վատ, բայց ես այդ նոյեմբերի 9-ի էմոցիոնալ ռեակցիան անգամ չեմ հասցրել մարսեմ, ինչի որովհետև այդ գիշերը պարլամենտը գրավում են, կառավարության շենքը, կառավարական առանձնատները, օդանավակայանը, եւ ես այդ ամբողջ գիշեր իմ թիմով փորձում եմ, ասենք, քաղաքացիական պատերազմը, արունայակությունը, պետական ինստիտուտների կործանումը կանխել, որովհետև դա կարող էր բերել Սյունիքի մարզի գրավմանը կարող էր դա բերել, եթե ոչ ավելին։ Եթե այդ պայմաններում Հայաստանում տապալվեր որոշումների կայացման բոլոր ինստիտուտները, եւ իսկ դա տեղի էր ունենում։ Ինձ գլխավոր շտաբի պետը խնդրում էր, որ ես կարողանամ կանգնեցնել այդ արհավիրքը։ Եվ ես ինչ հնարավոր է արել եմ այդ գիշեր եւ կարող եմ հպարտությամբ ասել, որ օրինակ պարլամենտում կարողացանք, ու Արադ Միրզոյանի արդեն այդ ծեծի դեպքը եղել էր, բայց կարողացանք կանխել այլ մարդկանց վրա հարձակումներ, որովհետև նաև ին վրա են եկել հարձակվելու, եւ կարողացանք պաշտպանվել, կարողացանք միջոցներ կիրառել եւ այդ վիճակից դուրս գալ, այսինքն երկիրը քաոսի մեջ էր մխրճվել։ Մի կողմից պատկերացրեք այնտեղ պատերազմ է, կանգնացված պատերազմ է, բայց դիրքերը խառնեն, չգիտեն որտեղ պետքա կանգնի, մարդիկ են շարունակում գերի ընկնել հենց նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո, հա, այնտեղ ռուսներն են գալիս, պետքա տեղակայվեն, մեր զորքերը որոշ տեղից պիտի տեղափոխվեն, բան, ու այդ վիճակում գլխավոր շտաբի պետը, որը իմ համար այդ պահին միակ վստահելի ինստիտուտն է, միակ վստահելի մարդն է այդ պահին, որտեղ վարչապետը չկար այդ գիշեր, ոչ մի ձևի չէր գտնում։ ԱԱՑ պետին եմ զանգում, ասում այս ոչ մի ուժ չունեմ, չեմ կարող ուղարկեմ բան խորհրդարան։ Գլխավոր դատախազն է ինձ զանգում, ասում ինչ ես մտածում, ինչա լինելու։ Այսինքն պետք չկար պետություն այդ գիշեր։ Միակ մարդը, որի հետ հնարավոր էր որևէ բան խոսալ, գլխավոր շտաբի պետն էր։ Եվ այդ մարդին խնդրում եմ, խնդրում եմ ամեն ինչ արա, այս արհավիրքից պահեք երկիրը գնմաձեռներից։ Եվ ես անում եմ այն, որը պետք է անի, ցանկացած որևէ ձևի իր ուղեղի մեջ պետություն հասկացությունը ունեցող մարդ։ Շատ լավ։ Եկեք անցնենք մեր հարցազրույցի հաջորդ փուլին, որովհետև ժամանակը գնում է։ Let's go։ Այս փուլում մենք տալիս ենք ձևակերպումներ եւ դուք ասում եք դրանք bare minimum են, թե luxury maximum քաղաքական գործչի համար։ Minimum luxury maximum։ Bare minimum luxury maximum։ Okay։ Եվ այսպես իշխանության անգլերեն են պատասխանում։ Հա, որտեվ ավելի լավ համարժեք հայերենով դեռ չենք մտածել։ Հորոստատ դու անգլերեն չիմանա։ Լավ։ Դե մեր սերունդը գիտի անգլերեն։ Համալեսի հայտնի տրենդը։ Լավ, օքեյ, չի իմանում։ Իշխանության փոփոխությունից անկախ քաղաքական գիծը պահելը։ Bare minimum։ Հանրային կարծիքից անկախ քաղաքական գիծն ու սկզբունքները պահելը։ Էլի։ Դիվանագիտական ակտիվությունը շոշափելի արդյունքի վերածելը։ Չէ, ասի։ Luxury maximum։ Հա, եթե չի ասի luxury maximum, հա։ Դե երկուսից մեկը պետք է ընտրեք։ Okay, luxury maximum։ Ահա։ Ընտրողին հիասթափեցնելու ռիսկով ճշմարտությունը ասելը։ Միշտ։ Bare minimum։ Միշտ։ Քաղաքական սխալը publicly ընդունելը։ Միշտ։ Basic minimum։ Bare basic minimum։ Թե bare minimum։ Bare minimum։ Երկու տարբերակներ ասում եմ։
Կարմիր գիծն ունենալն ու այն չանցնելը։ Bare minimum։ Քաղաքական հարմար պահի սպասելը։ Այսինքն երբ որ ասում եմ bare minimum նկատի ունենք, որ ես հաստատում եմ որ տենց։ Դա ամենամինիմալ բանն է, որ քաղաքական գործիչը պետք է անի։ Իսկ luxury maximum-ը շատ լավ կլինի որ անի։ Բայց չի անում։ Ոնց որ այն ամենանվազագույն բանը չի, որ պիտի անի, բայց որ անի շատ լավ կլինի։ Okay։ Անդիմադիր լինելով իշխանության բերած դրական ծրագրերին կողմ քվեարկելը։ Bare minimum։ Քաղաքական մեկուսացման գծով սկզբունք պահելը։ Նույնը։ Bare minimum։ Bare minimum։ Քաղաքական ժամանակ այդ վիճակում ենք մենք։ Բոլորը այդ մեծ բան է։ Մենք միացնենք միայնակ։ Օրինակ։ Քաղաքական գործչի համար dress code պահելը։ Luxury maximum։ Քաղաքական ազդեցությունը սոցցանցային հավանումների փոխարեն իրական արդյունքով չափելը։ Luxury maximum այդ։ Քեզ քննադատող քաղաքացուն անձամբ պատասխանելը։ Bare minimum։ Բոլորին պատասխանում եք, որ ձեզ քննադատում են։ Չէ, բայց պատասխանում եմ, նվազագույն, երբ հասցնում եմ, հետո չեմ բացառում այլ։ Շատ լավ։ Այսքանն էին իմ հարցերը։ Ինչ որ հարց կա, որ կուզեիք, որ մենք տայինք, որին կպատասխանենք դրա մասին խոսեիք, որ չենք տվել։ Ինձ թվում է չէ։ Լսի։ Չի գալի։ Միտքս բան չի գալիս, որ ես ասեմ այս։ Սենց հարց չկար, որ մտածում էի կա ես հարցը տան։ Սենց հարց տան։ Լուրջ չէ։ Երևի այդ դեմեմի մասին էի մտածում, որ կուզեի տան, որտեղ գալիս է էլի դրա մասին է նյութերին զուարքի։ Այդ լավ էր որ տվեցի, որ մտածում էի, ասեցի։ Շնորհակալություն պարոն Մարուկյան, եթերում էր Control Z-ը, իսկ դուք հետևեք մեր սոցցանցերում, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։